Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ 80-ամյա Նարա Համբարձումյանը ամուսնու թաղումից հետո բախվեց ամենամոտ մարդկանց դավաճանությանը։ Սեփական երեխաները որոշեցին վաճառել ծնողական այգին ու վերցնել միլիոնները, իսկ երբ մայրը մերժեց, նրան տարան մայրուղի ու մենակ թողեցին աշնան ցրտին, հույս ունենալով, որ կկորի։ Նրանք կարծում էին, թե հաղթել են, բայց չգիտեին այն գաղտնիքի մասին, որը հանգուցյալ հայրը 30 տարի պահել էր հենց այսօրվա համար։ Լսեք այս հուզիչ պատմությունը մինչև վերջ, որպեսզի տեսնեք, թե ինչպես է բումերանգը հասնում դավաճաններին։ Վայելեք արդարության հաղթանակն ու ուրախության արդյունքները գլխավոր հերոսուհու համար։ Մի քիչ հետաձգեք ձեր գործերը, եփեք անուշահոտ թեյ եւ ընկղվեք այս հուզիչ պատմության մեջ, որը կստիպի ձեզ շատ բանի մասին մտածել։ Բայց սկսելուց առաջ կիսվեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ինձ հաճելի կլինի կարդալ ձեր մեկնաբանությունները։ Հաճելի լսումներ։ Հանեք դա Վահե, մի բարկացրեք ձեր հորը։ Նրա հոգին դեռ այստեղ է, իսկ դու արդեն թղթերով ես շշնջում։ Նարան խոսում էր շշնջալով, բայց նրա ձայնը, որը 40 տարվա ուսուցչուհու ստաժով սովոր էր ծածկել 30 հատ անուշադիր աշակերտի աղմուկը, լրության մեջ հնչեց ավելի ծանր, քան գերեզմանի քար։ Նա նստած էր սեղանի գլխավոր տեղում, այնտեղ, որտեղ նախկինում միշտ նստում էր Համբարձումը, եւ նայում էր որդուն չորացած, լացած աչքերով։ Պատուհանից դուրս հոկտեմբերյան անձրևը հարվածում էր ապակիներին, ինչպես խնդրական ճանապարհորդը, որ գիշերակաց է խնդրում։ Տանը հոտ էր գալիս սառչող մումից։ 40 օր։ Հենց 40 օր էր, ինչ Համբարձումը չկար։ Հյուրերը գնացել էին կես ժամ առաջ, հարևանները եւ մի քանի նախկին գործընկերներ, փողոցի կանայք։ Մնացել էին միայն իրենք, եթե իհարկե հիմա կարելի է նրանց այդպես անվանել։ Վահեն ծանրագույն, այտուցված դեմքով, որի վրա դավաճանորեն երևում էր կոտրնածանոթների ցանցը, նյարդային շարժումով քաշեց բաճկոնը։ Թանկարժեք կոստյումը նստել էր ինչպես պարկ, կարծես գնված լիներ մեծացման համար կամ ընդհակառակը։ Տերը կտրուկն իհարել ու չորացել էր ինչ-որ ներքին հիվանդությունից։ Նա չհանեց կապույտ թղթապանակը սեղանից, ընդհակառակը ավելի մոտեցրեց մորը, ուղիղ ժանյակավոր սփրոցի վրա, որը Նարան 3 գիշերով կոշտացրել էր։ Մայրիկ, վերջ տուր, նվնված որդին։ Եվ երևում էր այն ամենը, ինչ Նարան վերջին տարիներին ատում էր նրանում։ Շտապողականություն, վախ եւ ցանկություն ավելի կարևոր թվալ, քան կա։ Մենք Լուսինեի հետ քեզ մասին ենք մտածում։ Նայիր ինքդ քեզ, տունը հսկայական է, բաղնիքի տանիքը հոսում է, ջեռուցումը փայտով ու ածուխով։ Դու այստեղ ձմռանը մենակ կմեռնես, իսկ այնտեղ ամբողջական պանսիոն է։ Նա հաստ մատով կոտրված եղունգով հարվածեց գրքույկի փայլուն կազմին, որը դուրս էր ցցվում թղթապանակից։ Կազմի վրա ժպտում էին անբնական երջանիկ ծերեր, որոնք շախմատ էին խաղում սանրված թփերի ֆոնին։ Գրությունն ասում էր. «Տարեցների համար արևշատ պանսիոնատ»։ Կմեռնես ուրեմն, հարցրեց Նարան, հայացքը տեղափոխելով դստերը։ Լուսինեն նստած էր կարմիր բազմոցի վրա, գրացած կարծես հարված էր սպասում։ Նա չէր նայում մորը, կենտրոնացած խաղում էր իր բրդյաշալի եզրերով։ Դեմքը մոխրագույն էր, ինչ-որ չափով ջնջված, կարծես մեկը երկար ժամանակ ռետինով մաքրել էր վառ նկարը, մինչև մնացել էր միայն մշուշոտ բիծ։ «Իսկ դու ինչու ես լռում, Լուսի», հարցրեց Նարան։ «Դու էլ ես կարծում, որ մորթ ժամանակն է հանձնել»։ Արևշատ։ Գեղեցիկ անուն է։ Գրեթե ինչպես պիոներական ճամբար, միայն հերթափոխը վերջինն է։ Մայրիկ, ինչու ես այդպես։ Դստեր ձայնը դողաց։ Նա վերջապես բարձրացրեց աչքերը, բայց անմիջապես շրջեց դրանք, հանդիպելով մոր ծանր հայացքին։ Վահեն ճիշտ է։ Քեզ համար դժվար կլինի այստեղ։ Հողը խնամք է պահանջում, այգին, իսկ մենք չենք կարողանա գալ օգնելու։ Վահեի մոտ բիզնես է, իմ մոտ էլ գիտես։ Գիտեմ, կտրեց Նարան։ Քեզ մոտ ամուսին կա, որը քայլանել չի տալիս եւ մշտական փողի պակաս։ Իսկ Վահեի մոտ պարտքեր։ Այս խոսքի վրա որդին ցնցվեց, կարծես հոսանքահարած լիներ։ Նրա լայն ճակատից, չնայած սենյակի զովությանը, գլորվեց քրթինքի կաթիլ։ Ոչ մի պարտք չունեմ, չափազանց բարձր գոռոց նա։ Եվ սենյակի լռության մեջ այդ գոռոցը հնչեց կեղծ, ինչպես ճակատ զանգ։ Դա ներդրումներ են, ժամանակավոր դժվարություններ շրջանառու միջոցների հետ։ Հիմա անշարժ գույքի շուկան կանգնած է, բայց հողը, մայրիկ, դա ակտիվ է։ Մինչ այդ ակտիվը չի դարձել ճահիճ, փտած ծառերով, պետք է իրացնել։ Գնորդ կա, մայրիկ, լուրջ մարդ։
Նա առևտուր չի անում, վերցնում է ամբողջ հողամասը, ամբողջ 1.5 հեկտարը, գումարը միանգամից։ Ես կվճարեմ 1 տարվա համար։ Դու այնտեղ թագուհի պես ես ապրելու։ Մեր սումներ, պրոցեդուրաներ, ընկերուհիներ։ Նարան դանդաղ վեր կացավ։ Նրա մեջքը չնայած տարիքին եւ վշտին մնաց ուղիղ, ինչպես թիակի կտրվածքը։ Նա մոտեցավ պատուհանին, որի հետևում աղմկում էր վատ եղանակը։ Գտնվում է այնտեղ, խավարի մեջ, անձրևի տակ թրջվում էին խնձորենիները։ Անարատ, մեղրախնձոր, շաքարկենի, ախլախնձոր, հարյուրավոր ծառեր։ Եվ յուրաքանչյուրին նա ճանաչում էր դեմքով, ինչպես իր աշակերտներին։ Հիշողությունը առանց հարցնելու հետ քաշեց ժամանակի կտավը հետ։ Հոկտեմբեր 1991 թվական։ Քամին այն օր այնպիսի ուժգնությամբ էր փչում, կարծես ուզում էր հողից պատառոտել մաշկը, բացահայտելով կավե ոսկորները։ Դաշտը դատարկ էր, վայրի, մինչև գոտի խոտածածկով։ Ավտոբուսը նրանց իջեցրել էր մայրուղու վրա, եւ նրանք համբարձումի հետ 3 կիլոմետր էին քայլում, ռետինե կոշիկներով ընկնելով տիղմի մեջ։ Համբարձումը ուսին գրում էր սացիլների կապոց, թաց պարքով փաթաթված։ Նարան քաշ էր տալիս թիակները եւ ջրի դույլը։ «Համբո, ուր ենք գնում», գոռում էր նա, փորձելով ծածկել քամին։ «Այստեղ ոչինչ չկա, ոչ լույս, ոչ ջուր։ Երեխաները քաղաքում մենակ են»։ Համբարձումը կանգ առավ այդ փոթորկոտան հյուրընկալ տարածության մեջտեղում։ Նա թիակը խրեց հողի մեջ, հանեց գլխարկը, թևով սրբեց թաց ճակատը։ Դեմքը հանգիստ էր, լուսավոր, ընդհանրապես չհամապատասխանող այդ մռայլ լանդշաֆտին եւ այն անորոշ, սարսափելի ժամանակին, երբ մեր երկիրը փլուզվում էր աչքի առաջ, ինչպես քարտերի տուն, իսկ խանութների դարակները սարսափելի դատարկ էին։ «Այստեղ նարա, կլինի կյանք», ասաց նա։ Այն ժամանակ հանգիստ, բայց այնքան վստահ, որ քամին կարծես հանգստացավ։ Երկիրը կարող է փլուզվել, փողերը կարող են դառնալ ֆանտիկներ, բայց մարդկանց միշտ պետք է լինի ինչ-որ բան ուտելու։ Իսկ խնձորը նրա սուրբ պտուղ է։ Նա իջավ ծնկի, ուղակի տիղմի մեջ, սկսեց բացել պարկը։ Նրա մեծ հանգույցավոր ձեռքերը այնպիսի քնքշությամբ էին դիպչում բարակ ճյուղերին, ինչպես երբեմն չէր դիպչում նույնիսկ իրեն։ «Մենք այգի կտնկենք։ Այս խնձորենիները մեզ կկերակրեն, եւ մեզ, եւ երեխաներին, եւ թոռներին։ Սա մեր տապան է, նարա»։ Այդ տարի նրանք գիշերները չէին քնում։ Կառուցում էին ժամանակավոր տնակ, տախտակներից, տաքանում էին վառարանի մոտ, կրակ էին վառում սառնամանիքներից փրկելու համար։ Նարան, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, որը նախկինում ավելի ծանր բան չէր բարձրացրել, քան տետրերի կույտը, սովորեց փորել, պատվաստել, սպիտակեցնել։ Նա հիշում էր, թե ինչպես էր փոքրիկ Վահեն լաց լինում, խնդրելով սնիքերս, որը տեսել էր միայն հեռուստատեսությամբ գովազդում, իսկ փող չկար նույնիսկ հացի համար։ Եվ համբարձում այն ժամանակ բերեց նրան առաջին խնձորը, վաղահաս մեղրախնձոր, թափանցիկ, կարծես մեղրով լցված։ «Կեր որդիս, սա ավելի քաղցր է ցանկացած արտասահմանյան քիմիայից, սա քո հողն է ծնել»։ Նարան թարթեց աչքերը, վերադառնալով խեղդված սենյակ։ Խավարը պատուհանից նայում էր նրան հազարավոր թաց աչքերով։ «Չի վաճառվի», ասաց նա հանգիստ։ «Ինչ», հարցրեց Վահեն, կանգ առնելով սենյակի մեջտեղում։ «Ասացի այգին չի վաճառվի, հողը չի վաճառվի։ Քանի դեռ ես կենդանի եմ, այստեղ ոչ մի օտար մարդ չի տիրանա։ Հայրդ կենքը դրել է այս այգու վրա ոչ թե նրա համար, որ դու այն քո թեչների տակ գցես»։ Վահեն կարմրեց, արյունը հասավ դեմքին, դարձնելով նրան նման հասած լոլիկի, որը պատրաստ է պայթելու։ «Դու չես հասկանում», սուլեց նա մոտենալով։ Նրանից հոտ էր գալիս թանկ կոնյակի եւ հին ծխախոտի։ «Արդեն որոշված է, ես կանխավճար եմ վերցրել, հասկանում ես հին գլուխդ, ես փող եմ վերցրել։ Եթե չվերադարձնեմ կամ հողը չտամ, ինձ կթաղեն, ոչ թե փոխաբերաբար մայրիկ, այլ իրոք»։ Նարան շրջվեց որդու կողմը եւ նայեց նրան այնպես, ինչպես երբեմն նայում էր անարակ երկրորդ դասարանցիներին, խղճով եւ զզվանքով։ «Եվ քո խաղաքարտային պարտքերը ինքդ տուր։ Դու բնակարան ունես կենտրոնում, մեքենա, վաճառիր, տուր, իսկ հայրականին մի կպիր»։ «Ախ, բնակարանը», որդու ձայնը սկսեց կոտրվել բարձր ճիչի։
Իսկ ես որտեղ պետք է ապրեմ, փողոցում, բոմժերի հետ, ես իդեպ քո որդին եմ, դու պարտավոր ես ինձ օգնել։ Ես օգնեցի քեզ, երբ սովորեցրի, երբ առաջին մեքերան գնեցինք քեզ, բավական է Վահե, մեծացավ օգնականը։ Լուսինեն հանգիստ հեկեկաց անկյունում, մայրիկ խնդրում եմ, նա ինքն իրեն կսպանի, կամ կսպանեն նրան, չեն սպանի, կոշտ ասաց Նարան, նմանները չեն խորտակվում, իսկ դու դուստր, ավելի լավ էր մտածեիր քո Կարինեի մասին։ Աղջիկը 16 տարեկան է, իսկ նա տատիկին տեսնում է միայն տոներին, եւ երկփող է պետք։ Վահեն բռնեց թղթապանակը սեղանից այնպես կտրուկ, որ թեյի բաժակը շրջվեց։ Մուգ լճակը արագ սողաց սպիտակ ժանյակավոր սփռոցի վրայով, ինչպես կեղթոտ բիծը մաքուր խղճի վրա։ Լավ, խրպոտ ասաց նա, եւ աչքերը նեղացան, դարձան չար, սուր։ Բարիով չես ուզում, կլինի չարով։ Դու կարծում ես դու այստեղ տանտիրուհի ես, դու ծեր մենակ կին ես, ճնշում ունես, սիրտ։ Հարեղանները կհաստատեն, որ դու շփոթվում ես, որ ուրվականների հետ ես խոսում։ Նարան զգաց, թե ինչպես ներսում ամեն ինչ սառեց։ Ինչ ես սպառնում ինձ, չեմ սպառնում, զգուշացնում եմ։ Կա այդպիսի ընթացակարգ, անգործունակ ճանաչել։ Կկազմակերպենք եւ ես ինքս կստորագրեմ բոլոր փաստաթղթերը։ Միայն դու այդ ժամանակ չես գնա Արևշատ, այլ պետական ինտերնատ, 6 հոգանոց պալատ, պատահանների վերացանցերով։ Հասկացար, սենյակում խախվեց լռություն։ Այնպիսի խիտ, որ կարծես դանակով կարելի էր կտրել։ Լսվում էր, թե ինչպես են պատիժամացույցները հաշվում վայրկյանները։ Այդպես, այդպես, այդպես։ Ժամանակն է գնում, ընտանիքն է գնում, կյանքն է գնում։ Նարան նայում էր որդուն եւ չէր ճանաչում նրան։ Որտեղ էր այն տղան, որը լաց էր լինում կոտրված ծնկից։ Որտեղ էր այն երիտասարդը, որը երդվում էր, որ կդառնա տիեզերագնաց եւ մորը աստղ կպարգևի։ Նրա առջև կանգնած էր օտար, սարսափելի մարդ, սեփականագահության անկյունում ընկած։ Դուրս։ Ինչ։ Դուրս։ Գնացեք երկուսդ էլ։ Վահեն կոր ժպտաց։ Թղթապանակը դրեց թևատակ։ Գնանք, Լուսի, մայրիկի մոտ հիստերիա է։ Տարիքային փոփոխություններ դեմքին։ Վաղը բժշկի կգնանք տեղեկանքներ հավաքելու։ Նա քայլեց դեպի դուռ վստահ, ամբարտավան, ոտնատակ տալով իր լաքապատ կոշիկներով տանը հյուսված գորգերը։ Լուսինեն հետևից գնաց կծկվելով շալի մեջ, այդպես էլ չհամարձակվելով մոր աչքերին նայել։ Դուռը խփեց։ Նարան ցնցվեց կարծես կրակոցից։ Լսվեց շարժիչի մեկնարկի ձայնը, անիվների շշնջոցը, եւ լուսարցակների լույսը մի պահ անցավ պատուհաններով, լուսավորելով սրբերի դեմքերի կարմիր անկյունում։ Մեքենան հեռացավ, Նարան մնաց մենակ։ Նա դանդաղ իջավ աթոռին։ Նրա ձեռքերը ծածկված ծերացած շագանակագույն բծերով եւ հողի հետ աշխատանքի հետքերով անշարժ պարկած էին սեղանի վրա։ Նա նայում էր սփռոցի վրա տարածվող թեյի բծին։ Պետք է լվանալ, քանի դեռ թարմ է, պետք է հավաքել սպասքը, պետք է փակել վառարանի փեղկը, բայց ուժ չկար։ Կար միայն խուլ, զնգացող դատարկություն ներսում։ Նա բարձրացրեց աչքերը սև շրջանակով լուսանկարին, որը կանգնած էր կոմոդի վրա։ Համբարձումը նայում էր նրան թեթևակիկ կոցած աչքերով, գլխարկը հետ շրջված, երիտասարդ եւ կենթանի։ Ահա եւ ամեն ինչ համբո, շշնջաց Նարան դատարկ տան մեջ։ Մեր խնձորները մեծացան, բայց որդոտ եղան։ Դրսից հարթ փայլում են, իսկ ներսում փտած։ Նա վեր կացավ, մոտեցավ սրբապատկերներին, խաչակնքվեց անհնազանդ մատներով։ Տեր Աստված, դուր ինձ ուժ, շշնջաց նա։ Ոչ թե ինձ համար եմ խնդրում, այլ համբարձումի հիշատակի համար, այս հողի համար։ Չեմ տա նրանց այգին, ոսկորներիս վրա կպարկեմ, բայց չեմ տա։ Պատուհանից դուրս քամին նոր ուժով բարձրացավ, ծաղկած յասամանի ճյուղով հարվածեց ապակուն, կարծես մեկը խնդրում էր մտնել տուն, զգուշացնելով գալիք աղետի մասին։ Նարան անջատեց լույսը, բայց չպարկեց քնելու։ Նա նստեց պատուհանի մոտ եւ սկսեց նայել խավարին, այնտեղ, որտեղ աշնանային անձրևի տակ կանգնած էին իր խնձորենիները։ Միակ կենթանի էակները, որոնք երբեք չէին դավաճանել նրան։ Գիշերը խոստանում էր երկար լինել, եւ Նարան գիտեր, սա միայն սկիզբն է։ Պատերազմ էր հայտարարված, եւ թշնամին սարսափելի էր նրանով, որ կրում էր սեփական արյունը։ Շաբաթ անցավ ձգվող, զնգացող լռության մեջ։ Հեռախոսը լռում էր, կարծես գիծը փչացրել էր փոթորիկը։ Թեև սարքը կանոնավոր կերպով կանաչ լույս էր թարթում միջանցքում։ Նարան այդ օրերին ապրում էր իներցիայով, ինչպես հին ժամացույցի մեխանիզմը։ Վեր կենալ արշալույսից առաջ, վառել վառարանը, կերակրել հավերին, շրջել այգով։ Նա խոսում էր ծառերի հետ։ Սա վաղուց սովորություն էր դարձել, դեռ համբարձումի կենթանի լինելիս, իսկ հիմա դարձել էր միակ փրկություն լռությունից,
որ ճնշում էր ականջները։ Ինչ է, կսարչես, հարցնում էր նա, շոյելով հին խնձորենու կոպիտ խայտապղետ կեղևը։ Շուտով ձյունը կծածկի, ավելի տաք կլինի, միայն թե նապաստակները չկրծեն։ Նա սպիտակեցնում էր բուները, երիտասարդ ծածիլները փաթաթում էր սոճու ճյուղերով, հավաքում էր ընկած տերևները դարչնագույն հոտոտ փտածության հոտով կույտերի մեջ։ Աշխատանքը բուժում էր։ Երբ ձեռքերը զբաղված են գործով, իսկ մեջքը ցավում է հոգնածությունից, մտքերը երեխաների մասին հետ են քաշվում երկրորդ պլան, թաքնվում գիտակցության մութ անկյուններում, ինչպես մկները հատակի տակ։ Բայց շաբաթ օրը առավոտյան, երբ մառախուղը դեռ չէր իջել հովտից, դարպասի մոտ կրկին մռնչաց շարժիչը, նառան սառեց։ Սիրտը դավաճանորեն թրթռաց, ոչ թե վախից, այլ հույսից, հիմար անմահացու մայրական հույսից, որ մեկ շաբաթ առաջ ասված ամեն ինչ միայն վատ երազ էր, մոգություն, պատրանք, որ հիմա նրանք կմտնեն և վահեն ինչպես մանկության տարիներին, կթաքցնի գլուխը նրա ուսին և կասի. «Ներիր մայրիկ», սատանան շփոթեցրեց, դարպասը չռռաց։ Վահեն այլ տեսք ուներ, ոչ մի բաճկոն, փոխարենը փափուկ քաշմիրե սվիտեր ավազագույն, որը դեմքը դարձնում էր ոչ այնքան այտուցված և կոշտ։ Լուսինեն հետևից գնում էր, ձեռքերում հսկայական տոպրակ սննդով, որտեղից դուրս էր ցցվում թանկ երշիկի բատոնը և լուծվող սուրճի բանկան, հենց այն սուրճը, որ նառան սիրում էր, բայց հազվադեպ էր թույլ տալիս իրեն։ «Բարի առավոտ, մայրիկ», որդու ձայնը հնչում էր փափուկ, մեղավոր։ Նա չմտավ տուն տանտիրոջ պես, ինչպես անցյալ անգամ, այլ կանգ առավ աստիճաններին, ոտքից օդք փոխելով։ «Մենք կմտնենք»։ Նառան լուր դրեց թիակը պատին և բացեց տորը։ Տանը կրկին հոտ եկավ քաղաքից, թանկ օծանելիքից, բենզինից և օտար կյանքից։ Լուսինեն շտապ սկսեց բացել տոպրակները, սեղանին դնելով նրբություններ, վակումային կարմիր ձուկ, գաղապարով պանիր, զեֆիրի տուփ։ «Մամ, մենք քեզ համար բերեցինք», շշնջում էր նա, փորձելով չնայել անկյունի սրբապատկերներին։ «Դու սիրում ես զեֆիր, հիշում ես, վանիլային»։ Վահեն նստեց աթոռին, ծանր հառաչեց և դրեց իր հաստ ձեռքերը սփռոցի վրա։ «Մայրիկ, ես այն ժամանակ գերհուզվեցի», սկսեց նա, նայելով հատակին։ «Նյարդերս վատ վիճակում են։ Բիզնեսը եզրին է, վարկատուները ճնշում են։ Պորտքեցի, ներիր, չէի ուզում վիրավորել քեզ»։ Նառան կանգնած էր վառարանի մոտ, ձեռքերը կրծքին խաչած։ Նա ուզում էր հավատալ։ Տեր Աստված, ինչպես էր ուզում հավատալ։ «Աստված կների, Վահե», հանգիստ ասաց նա։ «Եվ ես եմ ներում, դուք իմ երեխաներն եք, ուր պետք է գնամ ձեզանից»։ Վահեն բարձրացրեց գլուխը, և նրա աչքերում փայլեց ինչ-որ բան, նման թեթևացման կամ հաշվարկի։ Նառան հետ մղեց այդ միտքը, չի կարելի այդպես մտածել որդու մասին։ «Մենք ահա թե ինչ մտածեցինք», շարունակեց նա։ Ձայնը դարձավ ավելի վստահ։ «Ոչ մի վաճառք միջև դու ինքդ չորոշես, թեման փակեցինք։ Բայց մայրիկ, առողջությունդ իսկապես երկաթե չէ, եկ փողզիչում գտնենք»։ «Ինչ փողզիչում»։ «Այսօր գնանք այդ պանսիոնատը, պարզապես նայենք»։ Նա բարձրացրեց ափը, կանխելով առարկությունը։ «Ոչ մի թուղթ, երդվում եմ, պարզապես էքսկուրսիա։ Կքայլես այգով, կնայես պայմաններին, բժշկի հետ կխոսես։ Եթե դուր կա, լավ, կհանգստանաս 1-2 ամիս իմ հաշվին, կբուժվես։ Եթե դուր չկա, նույն օրը կվերադարձնեմ, խոսք եմ տալիս»։ Նառան նայեց Լուսինեին։ Աղջիկը լաց էր լինում, աչքերում արցունքներ կային։ «Գնանք, մայրիկ։ Եղանակը հրաշալի է այսօր, կարծես ամառ լինի։ Միաժամանակ հայրիկի գերեզման կանցնենք, թարմ ծաղիկներ կտանենք։ Դու ինքդ էիր բողոքում, որ ցանկապատը պետք է ներկել։ Համբարձումի հիշատակը ամեն ինչ որոշեց»։ Նառան հանձնվեց։ «Լավ», արտաշնչեց նա, զգալով, թե ինչպես ներսում թուլանում է անհանգստության ամուր գարունը։ «Հայրիկի մոտ պետք է գնալ, 40 օր է անցել, իսկ ես ոչ մի կերպ չեմ կարողանում գնալ։ Օդքերս ցավում են, գերեզմանատուն գնալը դժվար է»։ Նա երկար էր հավաքվում, մանրակրկիտ, հագավ իր լավագույն մուգ կապույտ զգեստը սպիտակ օձիքով, որը պահում էր հատուկ առիթների համար, գլխին կապեց նոր գլխաշոր։ Վերցրեց հին մաշված, բայց ամուր պայուսակը, դրեց անձնագիրը, կենսաթոշակային վկայականը, ակնոցը պատյանով և մի քանի խնձոր, համբարձումին հիշատակելու համար։
Երբ նա նստում էր որդու մեքենան, հսկայական սև ամենագնաց, փայլուն բզեզի նման, մի պահ անհարմար զգաց։ Ամեն ինչ չափից ավելի փափուկ էր, չափից ավելի հանգիստ, չափից ավելի մաքուր։ Նա իրեն զգում էր այստեղ օտար մարմին, կեղտոտ պից իդեալական պաստարի վրա։ Լուսինեն նստեց առջևում, եղբոր կողքին, Նառան տեղավորվեց հետևում։ Գերեզմանատուն արագ հասան։ Այնտեղ թարմ բլուրի մոտ, որը ծածկված էր եղևնու ճյուղերով, Նառան տվեց արցունքներին ազատություն։ Նա շոյում էր փայտե խաչը, շշնջում էր ինչ-որ բան, որ կարող էին հասկանալ միայն նրանք երկուսը։ Երեխաները կանգնած էին կողքից։ Վահեն անհամբեր նայում էր դաստակի ծանր ժամացույցին։ Լուսինեն դողալով կծկվում էր վերարկուի մեջ, թեև արևը գրեթե ամառային կերպով էր տաքացնում։ «Մայրիկ, ժամանակն է», փափուկ, բայց համառ ասաց որդին, երբ Նառան երրորդ անգամ ուղղում էր ծաղկեպսակը։ «Մենք գլխավոր բժշկի մոտ գրանցում ունենք ժամը 2-ին, կուշանանք»։ Նրանք կրկին նստեցին մեքենան։ Հիմա ուղղությունը դեպի մարզկենտրոն էր, որտեղ գտնվում էր այդ գովաբանված պանսիոնատը։ Մեքենան փափուկ շշնջում էր անիվներով ասֆալտի վրա, հնչում էր հանգիստ, չնյարդայնացնող երաժշտություն։ «Մայրիկ, մի անհանգստացիր», ասում էր Վահեն նայելով հետևի հայելուն։ «Այնտեղ վայրերը գեղեցիկ են, սոճու անտառ, օդը, քեզ դուր կգա»։ Նառան լուր էր, նայելով պատուհանից անցնող դաշտերին։ Հնձված արտեր, սև հերկ, հազվադեպ անտառիկներ, տարմիր և ոսկեգույն։ Գեղեցիկ է աշունը, բայց թխուր իր հրաժեշտի գեղեցկությամբ։ Մոտ 20 կիլոմետր անց Վահեն հանկարծ դանդաղեցրեց և միացրեց ուղղության ցուցիչը։ «Վահե, ուր ես գնում», զարմացավ Լուսինեն։ «Մայրուղին ուղիղ է»։ Նավիգատորը խցան է ցույց տալիս, կարճ նետեց նա։ «Վթար է, մեքենա է շրջվել, շրջանցիկով կգնանք հին ճանապարհով»։ Մեքենան իջավ հարթ ասֆալտից դեպի կոտրված բետոնե ճանապարհ, հետո ընդհանրապես դեպի հողոց ճանապարհ, ոլորուն դաշտերի միջով։ Թափահարումն ավելի ուժգին դարձավ, անտառը հետ քաշվեց, շուրջը տարածվեց մերկ հերկված հարթավայրը, հորիզոնին հասնող։ Ոչ ծառ, ոչ սյունակ, միայն քամին է շարժում չորացած խոտը, և ագռավները պտտվում են հենձված դաշտի վրա։ Նառան զգաց, թե ինչպես ներսում կրկին շարժվեց կպչուն սրտությունը։ Վայրը խուլ էր, անմարդաբնակ։ «Տարօրինակ ճանապարհ է, որդի», ասաց նա։ «Այստեղ ոչ ոք չի անցնում։ Նորմալ ճանապարհ է, մայրիկ, կրճատում ենք»։ Վահեի ձայնը չորացավ, լարվեց։ Հանկարծ մեքենան ցնցվեց։ Եվ ինչ-որ բան բարձրաձայն հարվածեց ներքևում, հետևի անիվի մոտ։ Վահեն հայհոյեց, կտրուկ սեղմեց արգելակը։ «Ինչ է պատահել», վախեցած ջրվեց Լուսինան։ «Կարծես անիվը ծակվել է, կամ լծակը թռավ», չարությամբ նետեց եղբայրը։ «Թող սատանան տանի այս փոսերը»։ Նա անջատեց շարժիչը։ Հանկարծ առաջացած լռության մեջ լսվում էր միայն, թե ինչպես է սառչում շարժիչը, մետաղով ճակճքալով, և ինչպես է սուլում քամին պատուհաններից դուրս։ «Մայրիկի ճիր, խնդրում եմ», ասաց Վահեն, առանց շրջվելու։ «Ինձ պետք է հասնել հետևի նստատեղի տակ գտնվող լյուկին, իսկ դու նստած ես ուղիղ կափարիչի վրա»։ Նառան հնազանդ գլխով արեց։ «Իհարկե, որդի, հիմա»։ Նա բացեց ծանր դուռը, քամին անմիջապես հարվածեց դեմքին, սառը, սուր, խոնավ հողով և մոտեցող ձյունով։ Նա դուրս եկավ, ուղեց գլխաշորը, սեղմելով պայուսակը կրծքին։ Ոտքերը անմիջապես խրվեցին ճանապարհի եզրի կպչուն կավի մեջ։ «Լուսի, դու էլի ճիր, նայիր, չենք մանրացրել շեմը», հրամայեց Վահեն քրոջը։ Լուսինեն իջավ, դողալով ցրտից։ Նա շրջանցեց մեքենան, կանգնեց մոր կողքին, գրկելով իր ուսերը։ Տեսքը կորած էր։ Վահեն վերջինն իջավ։ Նա շրջանցեց մեքենան հետևից, խոնարհվեց անիվի մոտ, ոտքով հարվածեց այն, հետո ուղղվեց։ Դեմքը քարե էր, անթափանց, ինչպես հուշարձանի։ Նա նայեց անվերջ դաշտին, հետո մորը։ Նրա հայացքում ոչ խղճահարություն կար, ոչ զայրույթ, միայն սառը հաշվարկ և ինչ-որ կենդանական տագնապ, անկյուն ընկած գազանի։ Հանկարծ նա կտրուկ քայլեց դեպի Լուսինեն, բռնեց նրա արմունկից և կոպտորեն հրեց առջևի նստատեղը։ «Նստիր», գոռաց նա։ «Վահե, ինչ ես անում», ահաբեկվեց Նառան։ «Վահե, ինչ ես մտածել»։ Վահեն չպատասխանեց։ Նա շտապեց դեպի վարորդի դուռը, ծածկեց ներս և ուժգին փակեց այն։ Կտտաց կենտրոնական փականը։ Այդ չոր մեխանիկական կտտոցը հնչեց ինչպես կրակոց քունքին։ Նառան կանգնած էր մեքենայից 2 քայլ հեռավորության վրա, չհասկանալով։ Նա տեսնում էր մթագնած ապակու միջով դստեր դեմքը, որը հարվածում էր ապակուն, ինչ-որ բան գոռալով, բայց ձայն չէր լսվում։ Տեսնում էր որդու պրոֆիլը,
սպիտակեցած մատներով, ղեկին կարճած։ «Վահե», գոռաց Նարան, քայլանելով դեպի մեքենան։ «Վահե, ինչ ես մտածել»։ Շարժիչը մռնչաց, արձակելով մոխրագույն ծխի ամպ։ Հսկայական անիվները պտտվեցին, շպրտելով կավի կտորներ ուղիղ նրա ելքի վերարկուի վրա։ Մեքենան տեղից ծածկեց, հետևը թափահարելով, ինչպես գիշատիչ գազանը ծածկից առաջ։ «Կանգ առ», գոռաց Նարան, բայց նրա ճիչը խեղդվեց շարժիչի մռնչյունում։ Հետևի ապակինն իջավ մի քանի սանտիմետրով։ Ճեղքից դուրս թռավ նրա պայուսակը, հենց այն հինը փաստաթղթերով։ Մեքենան արագ հեռանում էր, ծածկոտելով ուռուցքների վրա, վերածվելով սև գետի հորիզոնում։ Կարմիր գաբարիտային լույսերը վերջին անգամ թարթեցին եւ անհետացան շրջադարձի հետևում, ինչպես չար աչքեր, որոնք փակվեցին ծաղրով։ Լռություն տիրեց։ Նարան կանգնած էր դաշտի մեջտեղում մենակ։ Քամին խառնում էր զգեստի ծայրը, պատառոտում գլխից գլխաշորը։ Նա նայում էր դատարկ ճանապարհին եւ գլխում միայն մեկ անհեթեթ, բոլորովին անտեղի միտքեր զարկում։ Տեր Աստված, նա այդպես է շտապում։ Այնտեղ առջևում հին կամուրջ է, միայն թե չվթարվեն։ Նա չէր անիծում նրանց, չէր կանչում երկնային պատիժ։ Նա պարզապես չէր կարողանում հավատալ։ Ուղեղը հրաժարվում էր ընդունել, որ սա իրականում տեղի է ունենում, որ իրեն կնոջը, ով նրանց սրտի տակ է գրել, ով գիշերները չէր քնում նրանց մահճակալների մոտ, այդպես պարզապես դեն են նետել, ինչպես ձանձրացրած շան, կյանքի եզրին։ Նա դանդաղ մոտեցավ լճակին, բարձրացրեց պայուսակը։ Կեղտը հոսում էր էժանագին դերմատինի վրայով։ Նարան սրբեց այն վերարկուի թևով։ Ձեռքերը դողում էին փոքր տհաճ դողով։ Նա բացեց պայուսակը։ Անձնագիրը տեղում էր, կենսացուշակայինը նույնպես։ Դրամապանակը դատարկ էր։ Վահեն հանել էր այն քիչ գումարը, որ նա իր հետ վերցրել էր։ Հեռախոսը նույնպես չկար։ Ահա թե, ասաց նա բարձրաձայն, եւ ձայնը հնչեց խրպոտ, ճաքած։ Ահա եւ հասանք Նարը։ Էքսկուրսիան ավարտվեց։ Նա շուրջը նայեց. դաշտ, դաշտ, դաշտ։ Մոտակա գյուղը առնվազն 5 կիլոմետր է։ Արևը թեքվում էր մայրամուտին, երկինքը արևմուտքում լցվում էր կապարի ծանրությամբ, ցրտում էր արագ։ Օկտեմբերյան երեկոն չի ների թեթևամտությունը։ Նարան ավելի ամուր փաթաթեց վերարկուն։ Ոտքերը թեթև կոշիկներով արդեն սկսում էին սառչել։ Հիշողությունը կրկին նետեց նրան հետ։ Նոյեմբեր 1993 թվական։ Այդ տարի ձմեռը շուտ եկավ։ Սառնամանիքը հարվածեց այնպիսի ուժով, որ թռչունները սառչում էին թռիչքի մեջ, իսկ նրանք պետք է կարտոֆիլ տանեին շուկա, ալյուրի եւ շաքարի հետ փոխանակելու համար։ Հին Մոսկվիչը կես ճանապարհին կանգ առավ։ Ակումուլյատորը վերջնականապես մեռավ։ Համբարձումը մնաց մեքենայի մոտ, իսկ Նարան քայլեց դեպի գյուղ օգնություն փնտրելու։ 5 կիլոմետր։ Նա գնում էր ընկնելով ձնահյուսերի մեջ, խեղդվելով սառը քամուց։ Արդյունքները սառչում էին թարթիչների վրա, վերածվելով սուր սառցիկների։ Նրան թվում էր, թե կընկնի եւ չի վերկենա, որ ավելի հեշտ է պարկել այդ փափուկ սպիտակ ձյան մեջ եւ քնել։ Բայց նա գիտեր, տանը երեխաներ են, սոված։ Վահեն հազում է, Լուսինեին նոր կոշիկներ են պետք։ Եվ այդ միտքը երեխաների մասին առաջ էր մղում նրան, ինչպես կարմիր տաքացուցիչ։ Նա հասավ, բերեց տրակտոր, նրանք փրկվեցին։ Այն ժամանակ չկոտրվեցի, շնջաց Նարան նայելով մտնող հորիզոնին։ Եվ հիմա չեմ կոտրվի, չեք սպասի։ Նա գտավ ճանապարհի եզրին չոր ամուր փայտ, կոտրեց ջուղերը, հենվեց դրան ինչպես գավազանի։ Մեջքը, որը վայրկյան առաջ թվում էր կրացած դավաճանության ծանրությունից, ուղղվեց։ Նրա մեջ արթնացավ այն զայրույթը, ոչ ոչնչացնող, այլ ստեղծագործ, համար տղամարդկային զայրույթ։ Զայրույթ ճակատագրի, թուրության, անարդարության վրա։ Գնա Նարա, հրամայեց նա ինքն իրեն։ Ոտքես կան, գլուխ ուսերին կա, իսկ խիղճը յուրաքանչյուրի մոտ իրն է, եւ նա գնաց, դանդաղ չափավոր, փորձելով շնչել քթով, որպիսի չմրսի կոկորդը։ Կոշիկները սայթաքում էին կավի վրա, քամին հարվածում էր դեմքին, փորձելով քցել, բայց փոքրիկ կերպարը մուգ կապուտ վերարկուով համառորեն շարժվում էր առաջ, կտրելով խտացող մթությունը։ Առջևում հերու, հազիվ նկատելի թարթում էր կրակակետ։ Հնարավոր է բենզավցակայան կամ անտառապահի տուն, իսկ գուցե պարզապես աստղ, որը խճճվել է հեռավոր եղևնիների գագաթներում։ Բայց Նարան գնում էր այդ լույսի վրա, որովհետև գիտեր, քանի դեռ քայլում ես, կենդանի ես, իսկ մեռնել նրան ոչ մի կերպ չէր կարելի։ Նրա այգին չէր ծածկված,
Խնձորենիները սպասում էին։ Վերարկուի գրպանում գլորվում էին երկու խնձոր, որոնք նա այդպես էլ չէր հասցրել դնել ամուսնու գերեզմանին։ Հիմա դրանք իր ընթրիքն էին, դառը, ինչպես արցունքները, բայց անհրաժեշտ հասնելու համար։ Գիշերը իջավ հողի վրա, ծանր, խոնավ ծածկոցով։ Անձրևը դադարեց լինել պարզապես երկնքից ընկնող ջուր, այն վերածվեց սառցե փշուրի, որը կտրում էր դեմքը, մտնում էր օձիքի հետևը, փորձելով սառեցնել հենց հոգին։ Նարան գնում էր արդեն երկրորդ կամ երրորդ ժամը։ Ժամանակը կորցրել էր իր գծային իմաստը, լուծվելով ոտքերի տակ կավի խշշոցի և ականջներում քամու լոցի ռիթմում։ Փայտը, որը նա վերցրել էր ճանապարհի եսրից, դարձել էր ձեռքի շարունակություն։ Միակ հենարանը այս թափահարվող թշնամական աշխարհում։ Նա չէր զգում ոտքերը։ Ոտնաթաթերը թրջված կոշիկներում վաղուց էին թմրել, վերածվելով օտար սառը կոճղերի։ Բայց նա արգելում էր իրեն կանգ առնել։ Հենց միայն դանդաղեցներ քայլը, աչքի առաջ կանգնում էր տաք, հարմարավետ պատկեր։ Փափուկ ծնահյուս։ Որտեղից ծնահյուսը հոկտեմբերին, շշնջում էր ուղեղը, բայց մարմինը չէր լսում։ Փետուրե վերմակ, քուն, որից այլևս չեն արթնանում։ Քայլիր Նարա, քայլիր, հրամայում էր նա ինքն իրեն բարձրաձայն, որպեսզի լսի իր ձայնը, որպեսզի իմանա, որտեղ կենդանի է։ Կհասնես, դու համբարձումի կինն ես։ Կրակակետը, որը թարթում էր առջևում, մերթ անհետանում էր անձրևի վարագույրի հետևում, մերթ կրկին բորբոքվում էր, ինչպես ուղեցույց աստղ։ Դա հին լապտեր էր դարպասի վրա, Ստեփանի։ Ստեփանը ապրում էր մենակ, հենց մայրուղու մոտ։ Նա շրջանի լավագույն մեխանիկն էր, մարդկանց հետ դժվար էր շփվում, բայց տեխնիկան զգում էր ներսով։ Համբարձումի հետ նրանք մոտ ընկերներ էին։ Կարող էին ամբողջ երեկո նստել ավտոտնակում, ծխել մեկ տուփ առանց մի խոսք ասելու և բաժանվել զգալով, որ հոգով խոսել են։ Երբ Նարան վերջապես հասավ ցանկապատին, ուժերը լքեցին նրան։ Նա հենվեց թաց տախտակներին, փորձելով գտնել զանգը։ Մատները չէին ծալվում։ Պոլկան, ես եմ, խրպոտ արտաշնչեց նա, լսելով հսկայական կովկասյան շան բարձր հաչոցը, որը շղթայով կապված էր բակում։ Շունը ճանաչեց ձայնը, լռեց, միայն հանգիստ հառաչեց։ Մեկ րոպե անց բացվեց ավտոտնակի դուռը, որը Ստեփանի համար և տուն էր, և արհեստանոց։ Դրան շեմին հայտնվեց կերպար։ Ստեփանը ձեռքում պահում էր փայտ։ Ժամանակները անհանգիստ էին։ Գիշերով հյուրերը հազվադեպ էին բերում լավ լուրեր։ Ո՞վ է այնտեղ, գոռաց նա խավարին։ Ստյոպա, ես եմ, Նարան։ Փայտն ընկավ բետոնե հատակին։ Նարա, դու ես։ Ստեփանը բռնեց նրան, երբ նա արդեն ընկնում էր կավի մեջ։ Նա օգնեց մտնի նրան ներս, ջերմության մեջ, որը լցված էր մեքենայի յուղի, էժան ծխախոտի և տապակած կարտոֆիլի հոտերով։ Ներսում վարարանը մռնչում էր, կարմրած։ Ստեփանը նստեցրեց Նարային հին ընկած բազմոցին, ծածկեց ոչխարի մորթյա թիկնոցով։ Ինչ է պատահել Նարա, գիշերով, օդքով, ինչ-որ բան էր պատահել, հրդեհ։ Նարան այնքան էր դողում, որ ատամները խփում էին միմյանց։ Նա չէր կարողանում խոսել, միայն գլխով էր անում, փորձելով կանգնեցնել տողը։ Ստեփանը, տեսնելով նրա վիճակը, լցրեց էմալե բաժակը ամուր թեյով, արատորեն ավելացրեց ինչ-որ բան պոչավոր շշից առանց պիտակի։ Խմիր, սա կեդրովի ընկույզի թուրմ է, մերյալներին էլ կբարձրացնի։ Նա խմում էր փոքր կումերով, զգալով, թե ինչպես է կրակոտ հեղուկը գլորվում կոկորդով, այրում ստամոքսը և սկսում է երակներով տարածել կենսատու ջերմությունը։ 10 րոպե անց դողը անցավ։ Ստեփանը նստեց հակառակ, գործիքների արկղի վրա, վառեց ծխախոտը։ Լամպի լույսի տակ նրա դեմքը խոր սպիով կտրված, թվում էր քարից փորագրված։ Պատմիր, որտեղ է Վահեն, որտեղ է մեքենան։ Նարան հառաչեց և պատմեց։ Ամեն ինչ ինչպես կար, առանց արցունքների, առանց հիստերիայի, պարզապես փաստեր։ Եկան, տարան, շրջվեցին, իջեցրին։ Պատմության ընթացքում Ստեփանի դեմքը մթնում էր, կոկորդի երակները ցնցվում էին։ Նա չխանգարեց, միայն բռունցքները սեղմվեցին այնպես, որ մատների հոդերը սպիտակեցին։ Երբ նա ավարտեց, ավտոտունակում կախվեց լռություն, խախտվող միայն վառարանի կրակի մռնչյունով։ Ստեփանը դանդաղ վեր կացավ, մարեց ծխախոտը, մոտեցավ աշխատասեղանին և հանեց երկար առարկա, յուղոտ կտորով փաթաթված։ Դա հին որսորդական հերացան էր, երկփողանի։ Ստյոպա, ինչ ես անում, հանգիստ հարցրեց Նարան։ Ինչ, շշնջաց նա, այնպիսի շշնջոցով, որ ավելի սարսափելի էր, քան գոռոցը։ Կդաղեմ, ես աղի փամփուշտներ ունեմ։ Նման բանի համար Նարա, պատերազմում առանց տրիբունալի էին գնդակահարում, մորը դաշտում թողնել։ Սրանք մարդիկ չեն։ Ես նրա ծնկները կփորեմ, թող ամբողջ կյանքը սողա, ինչպես սողուն։ Նա կոտրեց փողը, ստուգելով պատրոնախցիկները։ Շարժումները հստակ էին, բանակային։ Նստիր։ Նարայի ձայնը հանկարծ հնչեց իշխանական, առանց արարգություններ ընդունելու, ուսուցուչուհու ձայն, չհանդուրժող արարգություններ։ Ստեփանը սառեց։ Նստիր, ասում եմ, Ստեփան։
Նարա, դու մտքիդ մեջ ես, նրանք քեզ սպանել էին ուզում, չսպանեցին, հասա։ Նա հանեց թիկնոցը, վեր կացավ, թեև ոտքերը դեռ թուլացած էին, չենք թափի արյուն։ Համբարձումը դա չէր սիրում, եւ ես չեմ թույլ տա։ Մենք կգործենք օրենքով եւ խղճով։ Օրենքով, դառը ժպտաց Ստեփանը։ Ով փող ունի, նրա մոտ է օրենքը հիմա։ Քո վահեն արդեն շամբայն է խմում, հաղթանակ է տոնում։ Կարծում է դու կորար կամ հիվանդանոց ընկար։ Հենց դա է։ Նարայի աչքերը նեղացան։ Նա կարծում է հաղթել է։ Կարծում է ես անողնական ծերուկ եմ առանց փաստաթղթերի եւ իրավունքների, բայց նա սխալվեց։ Նա մոտեցավ Ստեփանին, դրեց ձեռքը նրա ուսին։ Պետք է տուն գնամ, Ստյոպա։ Հիմա։ Ուր։ Այնտեղ նրանք են։ Նրանք այնտեղ չեն։ Վահեն քաղաքացի է, գյուղում գիշերել չի սիրում։ Նրան հարմարավետություն է պետք։ Նրանք քաղաք են գնացել, թղթեր պատրաստելու, տոնելու։ Տունը դատարկ է կանգնած։ Պետք է հասնեմ այնտեղ, մինչև նրանք չեն եկել։ Ինչի համար, իրերը վերցնելու։ Ոչ, ժառանգությունը։ Ստեփանը նայեց նրան անհասկացող հայացքով, բայց չվիճեց։ Լավ, Նիվայով կգնանք։ Նա գազան է, ցանկացած ճանապարհով կանցնի։ Ստեփանի հին Նիվան մռնչում էր, ճանապարհ անցնելով ցեխի միջով, ինչպես վիրավոր արջ, բայց համառորեն առաջ էր գնում։ Լուսարձակները խավարից դուրս էին հանում թաց թփեր եւ թեքված ցանկապատեր։ Մոտեցան տանը հետևի կողմից, հին այգու կողմից, որպեսի լուսարձակները չփայլեն փողոցում։ Տունը կանգնած էր մութ, գծկված ինչպես որ բացած շուն։ Պատուհանների բացվածքները սև էին։ Վահեն նույնիսկ աստիճանների լույսը չէր թողել։ Խնայում էր հավանաբար։ Սպասիր այստեղ, Ստյոպա, շարժիչը մի անջատիր, շշնջաց Նարան, դուրս գալով մեքենայից։ Ես քեզ հետ գուցե։ Ոչ, ես մենակ կգնամ, սա իմն է։ Նա անցավ դարպասով, որը ճանաչում էր շոշափելով։ Բանալին չկար։ Բանալիներով պայուսակը մնացել էր Վահեի մեքենայում։ Նա դեն էր նետել միայն փաստաթղթերը։ Բայց Նարան գիտեր, որ խոհանոցի պատուհանը կարելի է բացել դրսից, դանակով բարձրացնելով։ Ամբարձումը միշտ բողոքում էր այդ թերությունից, բայց այդպես էլ չվերանորոգեց։ Պետք է տնային ոգին ինչ-որ կերպ մտնի, կատակում էր նա։ Պատուհանը ճռած բացվեց։ Նարան կրկռալով անցավ պատուհանի շեմով։ Տանը հոտ էր գալիս օտարից։ Վահեի թանկ սիգարետների եւ Լուսինեի քաղցր օծանելիքի հոտը դեռ կախված էր օդում, ճնշելով չորացրած խոտերի եւ վառարանի ծխի բնիկ բույրը։ Սեղանի վրա այդպես էլ կանգնած էր կեղտոտ սպասքը, նրբությունների մնացորդները։ Նրանք նույնիսկ չէին հավաքել իրենց հետևից։ Տոնում էին։ Նարան չվառեց լույսը։ Նրան բավարարում էր լուսնի լույսը թափանցող ամպերի միջով։ Նա անցավ ննջասենյակ, սրբազան սրբոց, որտեղ երեխաներին մուտքը արգելված էր նույնիսկ մանկության տարիներին։ Այստեղ ոչինչ չէր փոխվել։ Լայն մահճակալը նիկել է գնդիկներով, կոմոդը անձեռոցիկով ծածկված։ Նա մոտեցավ անկյունին, որտեղ կանգնած էր ծանր կաղնու սնդուկը։ Դրա մեջ պահվում էր ժառանգությունը։ Անկողնային սպիտակեղեն, գործվածքների կտորներ, որոնք այլևս ոչ մեկին պետք չէին։ Նա շարժեց սնդուկը։ Ծանր էր։ Ստիպված եղավ մեջքով հենվել եւ ոտքերով հրել։ Շարժվեց կես մետրով։ Դրա տակ ներկված հատակի տախտակ, արտակինից ինչպես բոլորը։ Բայց Նարան գիտեր գաղտնիքը։ Նա գրպանից հանեց մեխը, որը վերցրել էր միջանցքում, եւ բարձրացրեց տախտակի եզրը աննկատ ճեղքում։ Տախտակը ճռաց եւ բարձրացավ։ Ներքևում, չոր խորշում, փաթաթված պարկած էր թիթեղյա տուփը։ Կապույտ, հնդկական թեյի ամանով, փղով։ Նմանները 90-ականներին յուրաքանչյուր տանը կային։ Բայց Նարայի համար այդ տուփը ոսկուց ավելի թանկ էր։ Դողացող ձեռքերով նա հանեց այն, փչեց փոշին, կափարիչը բացվեց թեթև կտտոցով։ Ներսում փող չկար։ Փողերը 90-ականներին այրվում էին ավելի արագ, քան վառարանի փայտը։ Համվարձումը չէր հավատում դրանց։ Այնտեղ փաստաթղթեր էին, դեղնած ծալված։ Նարան մոտեցավ պատուհանին, լուսնի լույսում նայելու համար։ Հանեց ակնոցը գրպանից։ Փառք Աստծո, գոնե դրանք փրկվել էին։ Առաջին փաստաթուղթը հողի սեփականության վկայական։ Բայց ոչ այն նորը, որ պահանջում էր Վահեն, այլ հինը, վարդագույն, 1995 թվականի նմուշով։ Իսկ դրա տակ ծալված տետրի թերթիկ, քառակուսիով։ Համբարձումի ձեռագիրը, խոշոր, լայն, ուժգին ճնշմամբ։ Նարան բացեց այն։ Տարերը պարում էին աչքերի առջև։ Նարա, կարդում էր ամուսնու ձայնը նրա գլխում։ Եթե կարդում ես այս նամակը, նշանակում է ես այլևս չկաք։ Եկել են այն ժամանակները, որոնցից վախենում էի։ Հիշում ես 95-ը,
երբ բոլորը բնակարանները սեփականաշնորհեցին բոլոր գրանցվածների վրա։ Ես այն ժամանակ պնդեցի, որ հողը ձևակերպեն միայն քո անունով։ Դու լաց էիր լինում, ասում էիր անարդար է երեխաների նկատմամբ։ Իսկ ես հին հիմար արդեն այն ժամանակ տեսնում էի այն, ինչ դու քո հոգու բարությամբ չէիր ուզում նկատել։ Նարան հեկեկած սեղմելով թերթիկը շուրթերին։ Վահեն վատը չէ, բայց թույլ է։ Նան հեշտ փողեր է սիրում։ Իսկ Լուսինեն ինչպես բլուր։ Նրան հենարան է պետք, ինքը չի կանգնում։ Նրանք սիրում են մեզ Նարա, բայց փողերը ավելի շատ են սիրում։ Ժամանակը հիմա գայլային է, եւ այն կծել է նրանց։ Լսիր իմ կտակը։ Այս տունը եւ այս այգին միայն քոն են իրավաբանորեն։ Ես դեռ այն ժամանակ ձևակերպել եմ նվիրատվությունը քո անունով։ Թուղթը քաղաքի նոտարական արխիվում է։ Պատճեն այստեղ է տուփում։ Ժառանգություն չկա։ Բաժանելու ոչինչ չկա։ Ամեն ինչ քոնն է։ Մի վախեցիր նրանցից։ Դուրս արի, եթե վիրավոր են։ Դու տանտիրուհի ես։ Դու արմատ ես։ Նրանք ճյուղեր։ Եթե ճյուղը փտում է, այն կտրում են ծառը փրկելու համար։ Ներիր ինձ, որ լռել եմ։ Պահպանել եմ քո խաղաղությունը։ Սիրում եմ քեզ Նարա։ Կյանքից ավելի էի սիրում։ Քո համբարձում։ Արցունքները հոսում էին Նարայի այտերով։ Նա իջավ մահճակալի եզրին, սեղմելով հին թերքիկը կրծքին։ Նա հիշեց այդ օրը։ Նա գիտեր։ Նա ամեն ինչ գիտեր 30 տարի առաջ։ Նա պաշտպանեց նրան նույնիսկ այն աշխարհից։ Շնորհակալ եմ Համբո, շշնջաց նա։ Շնորհակալ եմ սիրելիս։ Վախը գնաց։ Այդ կպչուն նվաստացուցիչ վախը, որը հետապնդում էր նրան վերջին շաբաթը, անհետացավ։ Նրա տեղը զբաղեցրեց սառը պողպատե վստահությունը։ Հիմա նա ոչ զոհ է։ Հիմա նա դատավոր է։ Նա զգուշորեն ծալեց փաստաթղթերը, դրեց դրանք կրծքին, սրտին ավելի մոտ։ Տուփը դրեց տեղը, տախտակը հետ քաշեց, սնդուկը վերադարձրեց։ Թող մտածեն, թե գաղտնիք չկա, անակնկալ կլինի։ Նարան դուրս եկավ տնից։ Գիշերային օդը այլևս սառը չէր թվում։ Այն թարմ էր։ Դրա մեջ հոտ էր գալիս թաց խնձորների եւ գալիք ձմռան, որը կծածկի հողը սպիտակ ձյունով, որպեսի գարնանը կրկին ծաղկի։ Ինչ կա, հարցրեց Ստեփանը, երբ նա նստեց մեքենան։ Նա արդեն երրորդ ծխախոտն էր ծխում, նյարդայնանալով։ Գնանք Ստյոպա, ասաց Նարան հանգիստ նայելով առաջ։ Քեզ մոտ գնանք։ Պետք է քնեմ։ Վաղը ծանր օր կլինի։ Գտար։ Գտա։ Ինչ կար այնտեղ։ Նարան թեթևակի ժպտաց շուրթերի անկյուններով։ Այնտեղ Ստյոպա։ Իմ զրահն է եւ իմ սուրը։ Վաղը պատերազմ կլինի։ Եվ ես կախախտեմ։ Նիվան շրջվեց եւ գլորվեց հեռու մութ տնից։ Անձրևը դադարեց։ Ամպերի ճեղքերում երևաց լիալուսինը, լուսավորելով խնձորենու այգին։ Ծառերը կանգնած էին հավասար շարքերով, ինչպես զինվորները շարքում, պատրաստ պաշտպանելու իրենց թագուհուն։ Նարան փակեց աչքերը։ Հիմա նա գիտեր, թե ինչ անել։ Վաղը կգան այդ շինարարները, եւ վաղը իր երեխաները կիմանան, թե ինչ է նշանակում դավաճան դուստր եւ որդի, եւ ինչ է իրական մայրական դասը։ Առավոտը դուրս եկավ բյուրեղյա, զնգացող ինչպես միայն հոկտեմբերի կեսերին է լինում, երբ առաջին լուրջ սրտահարությունը ճնշում է փոշին, եւ օդը դարձնում թափանցիկ, ինչպես աղբյուրի ջուր։ Սառույցը արծաթագույն էր դարձրել ճանապարհի եզրերի չորացած խոտը։ Տների տանիքները ծածկվել էին սպիտակ, իսկ լճակները, որ երեք դեռ կեղտոտ ցեխ էին, ծածկվել էին բարակ խրթխրթանց հարցակեղևով։ Նարան չէր քնել։ Ստեփանի տանը հոտ էր գալիս տղամարդու մենակությունից, ծխախոտից, մեքենայի յուղից եւ հին փայտից։ Բայց նա քնել էր մաքուր, կոշտացրած սպիտակ եղնի վրա, որը տերը երևի պահում էր հյուրերի համար։ Նա վերկացավ մթնշաղին։ Ստեփանն արդեն ինչ-որ բան էր ջրոցնում ավտոտնակում, փորձելով չաղմուկել, բայց նրա արհեստի երկաթե բնույթը իրեն էր վերցնում։ Նարան պայուսակից հանեց իր զգեստը, հենց այն մուգ կապույտը, որով երեք նրան դաշտում իջեցրել էին։ Կավը վերարկուի վրա չորացել էր եւ հեշտությամբ մաքրվեց խոզանակով, որը գտել էր միջանցքում։ Նա լվացվեց սառը ջրով լվացարանից, հյուսեց մոխրագույն հյուսը եւ դրեց գլխին, ինչպես երիտասարդության տարիներին, երբ դեռ տնօրենի տեղակալ էր։ Պատրաստ եմ։ Ստեփանը նայեց սենյակ։ Ես արդեն տաքացրի։ Պատրաստ եմ, Ստյոպա։ Նա կրծքից հանեց փաստաթղթերը փաթաթված ցելոֆանե տոպրակով
եւ դրեց վերարկուի գրպանը, իսկ ձեռքը վերցրեց սրբապատկերը, հին ժամանակից մթագնած աստվածամոր պատկերը, որը Ստեփանը հանել էր կարմիր անկյունից։ Վերցրու նարա, ինձ դա պատերազմում է պահպանել, նա պաշտպանում է փամփուշտից, իսկ վատ մարդուց առավել եւս։ Նրանք գնում էին լուր, գյուղը արթնանում էր, կովերն էին մռնչում, ծխնելույզներից ծուխի սյուներ էին բարձրանում երկինք, խաղաղ հավերժական կյանք, որի մեջ այսօր պետք է ներխուժեր չարը։ Երբ Նիվան դուրս եկավ փողոց տանող դեպի տունը, Նարան տեսավ նրանց։ Նրանք արդեն այնտեղ էին։ Երկու հսկայական դեղին բուլդոզեր կանգնած էին դարպասի մոտ։ Նրանց արտանետման խողովակները նետում էին մոխրագույն թունավոր ծխի ամպեր։ Կողքին կայանած էր Վահեի ծանոթ սև ամենագնացը, եւ եւս մեկ մեքենա, արծաթագույն ներկայացուցիչական սեդան։ Դարպասները լայն բացված էին, շարքի մի հատվածը արդեն ընկած էր գետնին։ Սկսվեց, ասաց Ստեփանը, սեղմելով ղեկը այնպես, որ հոդերը սպիտակեցին։ Կանգնիր այստեղ, Ստյոպա, մոտ չգնաս։ Նարան դուրս եկավ մեքենայից։ Օդը այստեղ այլ էր, ոչ գյուղական, այն թունավորված էր սոլյարի ծխով եւ լարվածությամբ։ Դարպասի մոտ շտապում էին մարդիկ նարնջագույն ժիլետներով։ Վահեն կանգնած էր բակի մեջտեղում, ձեռքերը թափահարելով ցույց տալով աշխատողներին հին վերանդայի վրա։ Ամեն ինչ քանդել, նրա ձայնը նյարդային եւ ճռացող։ Նախ վերանդան, հետո ծառերը արմատախիլ անել, որպեսզի ճաշին հարթակը մաքուր լինի։ Կողքին գլուխը ուսերի մեջ կծկած կանգնած էր Լուսինեն, իսկ մի փոքր հեռու հեռախոսում խորասուզված կանգնած էր Կարինան, թորնուհին։ Վահեն նրան էլ էր բերել, հավանաբար ընտանիքին ցույց տալու հաղթանակը եւ անմիջապես բոլորին տանել ռեստորան գործարքը տոնելու։ Նարան ուղեց գլխաշորը, ավելի ամուր սեղմեց սրբապատկերը կրծքին եւ քայլեց բաց դարպասով։ Առաջինը նրան նկատեց բուլդոզերի վարորդը։ Նա հենց նոր էր բարձրացրել դույլը վերանդայի տանիքի վրա, նպատակ ունենալով փորագրված պատուհանների շրջանակներին, որոնք համբարձումը 3 ձմեր շարունակ փորագրել էր։ Երիտասարդ աշխատողը կեղտոտ դեմքով հանկարծ սառեց, հայելու մեջ տեսնելով կնոջ կերպարը։ «Կանգ առա», գոռաց նա, անջատելով շարժիչը։ Լռությունը հարվածեց ականջներին։ «Ինչու կանգ առար», գոռաց Վահեն, շրջվելով մեքենայի կողմը։ «Ես քեզ ինչի համար եմ վճարում։ Ժամանակը փող է»։ «Այնտեղ տատիկ կա, պարոն», բռնեց վարորդը, գլխով ցույց տալով դարպասին։ Վահեն կտրուկ շրջվեց եւ սառեց։ Նարան գնում էր դեպի նա։ Նա չէր վազում, չէր շտապում։ Նա գնում էր այնպես, ինչպես գնում են վերջին մարտի, չափավոր, ուղիղ առաջ նայելով։ Արևը, որը ճեղքել էր առավոտյան մշուշը, լուսավորում էր նրա մեջքը, ստեղծելով գլխի շուրջը փայլուն օղակ։ Ձեռքելում մթագնում էր աստվածամոր դեմքը։ Վահեի դեմքը բծերով ծածկվեց։ Նախ սպիտակեց, ինչպես կավ, հետո կարմրեց։ Բերանը բացվեց, բայց ձայն չհնչեց։ Նա նայում էր մորը, ինչպես այն աշխարից եկածին։ Նա վստահ էր, որ նա հիմա դաշտում է թափառում, սառած, կոտրված, կամ հիվանդանոցում է ինֆարկտով։ «Մայրիկ», շշնջաց Լուսինեն, ձեռքով բերանը փակելով։ Կարինեն հեռացավ հեռախոսից։ Նրա աչքերը սեզմատիթով շրջանակված լայնացան։ Նարան մոտեցավ որդուն։ Նա ցածր էր նրանից մեկ գլխով, բայց հիմա թվում էր, թե բարձրանում է նրա վրա, ինչպես շայր։ «Բարև, որդի», ասաց նա։ Ձայնը հանգիստ էր, առօրյա, ինչը ավելի սարսափելի էր դարձնում։ «Ինչ ես մտածել»։ «Հորդ աշխատանքը քանդել»։ Վահեն կուլ տվեց դողալով։ Նրա հայացքը շրջվում էր մորից դեպի աշխատողները, որոնք հետաքրքրությամբ դիտում էին տեսարանը, անջատած շարժիչներով։ Նրան պետք էր կեմքը փրկել, այստեղ իր հեղինակությունն էր։ Դու ինչպես ես այստեղ, խռպոտ ասաց նա։ «Մայրիկ, գնա ցիրկ մի կազմակերպիր։ Մենք աշխատանք ունենք, աշխատանք»։ Նարան շրջեց հայացքը բակով։ «Սա աշխատանք չէ, Վահե, սա ավազակություն է, սա իմ հողն է։ Ես ժառանգ եմ, ես եմ տերը, իսկ դու հիվանդ կին ես, քեզ բուժվել է պետք»։ Նա շրջվեց աշխատողների կողմը, մատով ցույց տալով մորը։ «Տղերք, մի լսեք նրան, նա խելքից գնացել է, փախել է հիվանդանոցից։ Մտրեք տեխնիկան, աշխատենք»։ Բայց ոչ ոք չշարժվեց։ Բուլդոզերի վարորդը դուրս եկավ խցիկից, վառեց սիգարետը եւ թքեց գետնին։ «Ոչ հրամանատար, մենք այդպես չենք պայմանավորվել։ Տատիկին ճզմել չեմ ստորագրել, առավել եւս սրբապատկերով։ Ինչ մեղք է դա։ Ես քեզ կրկնակի վճարում եմ»։ Վահեն դողում էր փոքր դողով։ Նարան քայլ արեց առաջ, հետ մղելով որդուն։ Նա կանգնեց բուլդոզերի եւ տան միջև։ «Ոչ ոք ոչինչ չի փլի», կոշտ ասաց նա։ «Գնացեք Աստծո որդյակներ, մի վերցրեք մեղքը ձեր վրա»։
Վահեն, հասկանալով, որ կորցնում է վերահսկողությունը, քայլ արեց դեպի նա։ Նրան հրատապ փող էին պետք այսօր։ Հակառակ դեպքում նրանք, ում պարտք ուներ, կանեն նրա հետ այն, ինչ բուլդոզերը անում է ցանկապատին։ Հեռացիր հին հիմար, գոռաց նա, եւ բռնեց մորը վերարկուի թևից, փորձելով քաշել կողմը։ Դուրս արի այստեղից։ Նա այնպես ուժգին քաշեց, որ նարան շրջվեց։ Սրբապատկերը հազիվ չընկավ ձեռքերից։ Ձեռքերդ, գոռաց ձայնը դարպասի կողմից։ Ստեփանը կաղալով, բայց զարմանալիորեն արագ շարժվելով իր տարիքի համար, թռավ դեպի Վահեն։ Նրա ձեռքում ոչինչ չկար։ Նա թողել էր այն մեքենայում, հիշելով Նարայի պատվերը, բայց նրա բռունցքը ծանր ինչպես կուվալդա ավելի ծանր էր ցանկացած երկաթից։ Նա հարվածեց Վահեին ոչ թե դեմքին, խնայելով։ Նա հրեց նրան կրծքին, բայց այնպես, որ նա մի քանի մետր թռավ եւ ընկավ հետույքով կավի մեջ։ Մի կպիր մորթ շանձակ, մռնչաց Ստեփանը։ Եթե կրկին կպչես, ձեռքերը կպոկեմ եւ լուցկի կխրեմ։ Վահեն խառնվում էր կավի մեջ, փորձելով վեր կենալ։ Թանկ քաշմիրե սվիտերը փչացած էր։ Դու ով ես, ճռռաց նա։ Սա հարձակում է։ Լուսի, նկարիր, կանչիր ոստիկանություն, նրանք ինձ ծեծում են, բանդիտ։ Լուսինեն կանգնած էր ոչ կենդանի, ոչ մեռած, կպչած ցանկապատին, բայց նկարել սկսեց մեկ ուրիշը, Կարինան։ Թորնուհին դուրս եկավ բակի մեջտեղ։ Նա հեռախոսը պահում էր հորիզոնական, վստահ, ինչպես պրոֆեսիոնալ օպերատոր։ Էկրանին թարթում էին ուղիղ եթերի մեկնաբանությունները։ Ինչ ես անում, Կարինա, գոռաց նա, վեր կենալով։ Հեռացրու հեռախոսը։ Ոչ, զնգաց աղջիկը։ Ձայնը կոտրված եւ պատանեկան էր, բայց դրա մեջ հնչում էին նույն պողպատե նոտաներ։ Ես ուղիղ եթեր եմ վարում։ Իմ մոտ 3000 բաժանորդ կա, եւ նրանք հիմա տեսնում են, թե ինչպես ես դու հրեցիր տատիկին։ Նա շրջեց տեսախցիկը դեպի Նարան։ Տատ, ասա բարև։ Նարան նայեց Թորնուհին։ Նա հանկարծ տեսավ իրեն, այն Նարային, որը 93-ին քաշ էր տանից ալյուրի բարկը։ Կարինա, արտաշնչեց նա։ Ասա տատ, պատմիր նրանց, թե ինչպես նա երեք քեզ դաշտում դեն նետեց։ Թող բոլորի իմանան։ Վահեն սարեց։ Դաշտ բառը հնչեց ինչպես դատավճիռ։ Նա հասկացավ, որ իրավիճակը վերջնականապես դուրս է եկել վերահսկողությունից։ Ինտերնետը գյուղական բամբասանք չէ։ Այն չես կարող խեղդել։ Կարինա, անջատիր հիմա։ Ես քեզ նոր iPhone չեմ գնել դրա համար, շշնջաց նա, մոտենալով նրան։ Ստեփանը քայլ արեց առաջ, ծածկելով աղջկան։ Մի մոտենա, հանգիստ ասաց նա։ Այդ պահին դարպասին մոտեցավ արծաթագույն սեդանը, որը նախկինում կանգնած էր ծառերի ստվերուն։ Դուռը բացվեց եւ գետնին իջավ մոտ 50 տարեկան տղամարդ, բարձրահասակ եւ սլացիկ, մոխրագույն վերարկուով։ Դա Էդուարդն էր, այն լուրջ գնորդը։ Նա լուր դիտում էր տեսարանը վեքենայից դուրս չգալով, բայց հիմա որոշեց, որ ցիրկը ձգձգվել է։ Վահեն տեսնելով նրան անմիջապես փոխեց դեմքը։ Վախը փոխարինվեց շողոքորթությամբ։ Նա վազեց դեպի նրան, փորձելով ճանապարհին մաքրել տապատի կեղտը։ Էդուարդ, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Սա պարզապես ընտանեկան թյուրիմացություն է։ Ծերերը գիտեք կապված են իրերի հետ։ Հիմա ամեն ինչ կլուծենք։ Ես կանչել են սանիտարներ, մորս կտանեն եւ մենք կշարունակենք ապամոնտաժը։ Նա նայեց նրան զզվանքով եւ անցավ կողքով։ Կարծես Վահեն գոյություն չուներ։ Նա մոտեցավ Նարային, կանգ առավ 2 քայլ հեռավորության վրա։ Ուշադիր նայեց սրբապատկերին։ Նրա հին, բայց կոկիկ վերարկուի ուղակի մեջքին։ Ուրեմն դուք եք տանտիրուհի, հարցրեց նա։ Ձայնը ցածր էր, խուլ, սովոր հրամաններ տալու։ Ես եմ, պատասխանեց Նարան, ուղիղ նայելով նրա աչքերին։ Իսկ ձեր որդին պնդում է, որ փաստաթղթերը իր մոտ են, եւ դուք, նա դադարարեց, բարընտրելով, չեք տիրապետում իրավիճակին։ Նարան դառը ժպտաց, արժանապատվորեն։ Նա սրբապատկերը տեղափոխեց ձախ ձեռքը, իսկ աչով գրպանը մցրեց։ Տոպրակի շշնջոցը լռության մեջ հնչեց ականջախուլ։ Նա հանեց ծալմած տեղնած թղթի թերթիկը եւ մեկնեց նրան։ Կարդացեք, ասաց նա։ Սա պատճեն չէ, սա օրիգինալ է, նվիրատվություն։ Հայրը գիտեր, որ այդպես կլինի։ Հողը իմն է, տունը իմը, խնձորենիներն իմը։ Իսկ նրանք, նա գլխով ցույց տվեց որդու կողմը, այստեղ հյուրեր են եւ հյուրեր անկոչ։ Նա վերցրեց փաստաթուղթը, բացեց։ Նրա աչքերը արագ վազեցին դողերով։ Նոտարի կնիքը, ստորագրությունները, ամսաթիվը։ Նա պրոֆեսիոնալ էր եւ վարկյանում կարողանում էր տարբերել կեղծը իրականից։ Սա ճշմարտություն էր, իրավաբանորեն անբասիր ճշմարտություն։ Նա դանդաղ ծալեց թերթիկը եւ վերադարձրեց Նարային։ Իսկ կանխավճարը, հարցրեց նա, առանց գլուխը շրջելու դեպի Վահեն։ Ձեր որդին ինձանից 5 միլիոն կանխավճար է վերցրել ստորագրությամբ, ասել է ամեն ինչ պատրաստ է գործարքի։ Նարան գլուխը թափ տվեց։ Ես այդ փողերը չեմ տեսել եւ համաձայնություն չեմ տվել։ Իսկ ինչ է նա ձեզ խոստացել, դա նրա մեղքն է եւ նրա բարքը։ Նրանից էլ պահանջեք։ Վահենը, որը կանգնած էր Էդուարդի հետևում, կանաչացավ։ Էդուարդ, Էդիկ, սա սխալ է։
Մենք կհամաձայնենք։ Մայրս պարզապես չի հասկանում։ Նա դանդաղ շրջվեց դեպի նա։ Ես քեզ էդիկ չեմ, հանգիստ ասաց նա։ Դու ինձ օդ ես վաճառել։ Դու ինձ վաճառել ես հող, որը քոնը չէ։ Գիտես, թե դա ինչ է կոչվում։ Խարդախություն առանձնապես խոշոր չափերով։ Հոդված 559, մաս 4։ Մինչև 10 տարի։ Վահեն հետ քաշվեց։ Ոչ, ես կվերադարձնեմ։ Ամեն ինչ կվերադարձնեմ։ Կվերադարձնես, գլխով արեց Էդուարդը։ Հիմա որտեղ են փողերը։ Ես դրանք ներդրել եմ շրջանառության մեջ։ Ինձ ժամանակ է պետք։ Շաբաթ 2։ Էդուարդը ժպտաց։ Քեզ շաբաթ չկա։ Քեզ 24 ժամ։ Նա կրկին շրջվեց դեպի Նառան։ Նրա հայացքում ինչ-որ նոր բան հայտնվեց։ Ոչ խղճահարություն, այլ հարգանք։ Նա տեսավ առջևում հավասարը։ Ուժեղ թուղթ ունեք, մայրիկ, ասաց նա, եւ ինքներդ էլ ուժեղ եք։ Կյանքը սովորեցրել է, պատասխանեց Նառան։ Դուք, Էդուարդ, գործարար մարդ եք։ Տեսնում եմ շինում եք, ստեղծում եք, բայց ինչու ոչնչացնել։ Նայեք շուրջը։ Նա ձեռքով շրջեց այգին։ Առավոտյան լույսում խնձորենիները կանգնած էին ոսկեգույն ուշուշի մեջ։ Ծառերի վրա տեղ-տեղ դեռ կախված էին ուշացած խնձորները, ամուր, հյութալի անտոնովկաները, որոնք ներսից փայլում էին, ինչպես փոքրիկ լուսիններ։ Այս այգին 30 տարեկան է։ Մենք այն սովի մեջ ենք տնկել։ Յուրաքանչյուր ծառ, ինչպես երեխա։ Էդուարդը լռեց։ Նա նայում էր ծառերին։ Քամին շարժեց մոտակա խնձորենու ճյուղը, եւ նրա ոտքերի մոտ ընկավ դեղին տերևը։ Ես էլ քար չեմ, հանկարծ ասաց նա, եւ ձայնը կորցրեց պաշտոնական կոշտությունը։ Ես ինքս գյուղացի եմ։ Գիտեմ, թե ինչ է, երբ սեփական անկյուն չունես։ Նառան արեց այն, ինչ ոչ ոք չէր սպասում։ Նա մոտեցավ խնձորենուն, ձգվեց եւ կտրեց խնձոր։ Մեծ կանաչավուն դեղին մատով ծածկված, սրբեց վերարկուի վրա եւ մեկնեց շինարարին։ Վերցրեք, համտեսեք։ Խանութում նմանը չեք գնի։ Այնտեղ ամեն ինչ պլաստմասա է, առանց հոգու։ Իսկ այստեղ հայկական հող է, իսկական։ Նա վերցրեց խնձորը, այն սառը եւ ծանր էր։ Նա մոտեցրեց դեմքին, շնչեց բույրը։ Այդ հոտը սուր, քաղցր, հարվածեց քթանցքերին, ճեղքելով ցինիզմի զրահը, որը նա տարիներ շարունակ կուտակել էր։ Նա հիշեց ինչ-որ շատ հեռու բան, գուցե մանկության համը, որը գրեթե չուներ, կամ պարզապես հասկացավ, որ առջևում կանգնած է այն, ինչ ոչ մի միլիոնով չես գնի։ Նա խրճռաց խնձորով, հյութը ցողեց շուրթերին։ Համեղ է, պարզապես ասաց նա։ Հետո գրպանից հանեց հեռախոսը, հավաքեց համարը եւ կարճ նետեց խողովակին։ Շինարարությունը չեղարկվում է, տեխնիկան հանել, պայմանագրը խզել։ Վահեն ընկավ ծնկների վրա ուղիղ կավի մեջ։ Սա թատերական չէր, սարսափելի էր։ Օդքերը պարզապես հրաժարվեցին նրանից։ Էդուարդ, դուք ինչ եք անում։ Իսկ ես ինչ։ Ինձ կսպանեն։ Սրանք քո խնդիրներն են։ Էդուարդը նույնիսկ չնայեց նրան։ Շնորհակալ եղիր մորդ, որ քեզ ուղիղ այստեղ ասֆալտի մեջ չեմ գցել խաբեության համար։ Գնա այստեղից, որպեսի քո հոտը էլ չլինի։ Նա գլխով արեց Նառային։ Ներողություն անհանգստության համար, Նառա, այգին ձերն է մնալու, խոսք եմ տալիս։ Նա շրջվեց եւ գնաց դեպի մեքենան։ Աշխատողները սկսեցին շարժիչները գործարկել, բայց հիմա արդեն տեխնիկան շրջելու եւ հեռանալու համար։ Նառան կանգնած էր, սեղմելով սրբապատկերը կրծքին։ Օդքերը դողում էին, բայց նա չընկավ։ Կարինան դեռ պահում էր հեռախոսը։ Դուք տեսել եք սա, շշնջում էր նա տեսախցիկին, եւ ձայնը կոտրվում էր։ Իմ տատիկը, նա պարզապես, նա ամեն ինչ արեց։ Լայքեր դրեք, եթե ձեր տատիկն էլ է այդպիսի ուժեղ։ Վահեն վեր կացավ ծնկներից, կեղտոտ, խղճալի, կործանված։ Նա նայեց մորը, աչքերում ատելություն էր, խառնված վախի հետ։ Դու, շշնջում նա, դու իմ կյանքս փչացրիր, հասկանում ես դա։ Ինձ հիմա հաշվեկշռի կդնեն, ես ամեն ինչ կկորցնեմ։ Դու արդեն ամեն ինչ կորցրիր, որդի, հանգիստ պատասխանեց Նառան։ Դեռ 3 դաշտում։ Իսկ փողերը։ Փողերը թուղթ են, ձեռքեր կան, կաշխատես, իսկ խիք չկա, չես գնի։ Դե գնա դու։ Նա թքեց ոտքերի տակ եւ սայթաքելով գնաց դեպի իր մեքենան։ Լուսինեն շարժվեց նրա հետևից, բայց կանգ առավ։ Նայեց եղբոր հեռացող մեջքին, հետո մորը։ Վահե, գոռաց նա, ես չեմ գա։ Որդին շրջվեց, արդեն բռնած դրան բռնակից։ Ինչ։ Ես քեզ հետ չեմ գա։ Ես կմնամ։ Նա չմոտեցավ մորը։ Նա պարզապես նստեց կոտրված ցանկապատի մոտ գտնվող նստարանին եւ ձեռքերով ծածկեց դեմքը։
Սև մեքենան մռնչաց եւ տեղից ցատկեց, բոլորին կեղտոտելով։ Նա հեռանում էր, տանելով մարդուն, ով փոխեց սեփական արյունը թղթե վանդիկների հետ, եւ պարտվեց։ Նարան խոր շունչ քաշեց։ Օդը կրկին մաքուր էր դարձել, ծուխը ցրվում էր։ Ահա թե, ասաց նա շրջվելով դեպի Ստեփանը։ Իսկ դու վախենում էիր։ Ստեփանը սրբեց քթի տակ, թեև փողոցում ցուրտ էր։ Դե դու գեներալ ես, մաքուր գեներալ։ Նարան ժպտաց թույլ, միայն շուրթերի անկյուններով։ Ուժերը լքում էին նրան։ Ճակատամարտը հաղթվել էր, բայց ընտանիքի համար պատերազմը դեռ չէր ավարտվել։ Ահա մեկը նստած է մենակ նստարանին, լաց է լինում, իսկ մյուսը հեռախոսով նայում է տատիկին, ինչպես այլ մոլորակայինի։ Կարինա, կանչեց նա թորնուհին, բավական է կինո նկարել, արի այստեղ, գրկիր տատիկին։ Աղջիկը իջեցրեց հեռախոսը, շնչեց քթով, սրբեց անցանկալի արդյունքը եւ նետվեց Նարայի պարանոցը։ Նրանից հոտ էր գալիս ծամոնի եւ ինչ-որ քիմիայի, բայց բաճկոնի տակ բաբախում էր կենթանի տաք սիրտը։ Տատ, դու այդպիսի ես, հեգեքում էր նա։ Նարան շոյում էր նրա կոշտ լաքով մազերը։ Արմատները, Կարինա, արմատներն են պահում, գնանք թեյ խմենք։ Փոշին, որ բարձրացրել էր սև ամենագնացի անիվներից, անմիջապես չնստեց։ Այն կախված էր հոկտեմբերյան ցուրտ օդում, դառը կախվածություն, հիշեցնելով ճակատամարտից հետո ծուխը։ Լռությունը, որ ընկավ բակի վրա, ավելի ուժգին էր զնգում ականջներում, քան բուլդոզերների մռնչյունը։ Միայն հիմա, երբ վտանգը անցել էր, նա զգաց, թե ինչպես են դողում ծնկները։ Ադրենալինը, որ պահում էր նրան ուղիղ ինչպես լար, հեռանում էր, թողնելով փոխարենը հոգնածություն։ Նրան թվում էր, թե այս առավոտյան 10 տարով ծերացել է։ Ստեփանը կրկռալով բարձրացրեց գետնից ցանկապատի հատվածը։ Ոչինչ, Նարա, ասաց նա արհեստականորեն ուրախ։ Տախտակները ամբողջական են, սյուները տեղում են, մեխեր կան, մուրճ կգտնվի, կուխենք։ Ոչ այդպիսի բաներ ենք վերանորոգել։ Նա վառեց էժան ծխախոտը եւ մոխրագույն ծուխը ձգվեց դեպի երկինք։ Խառնվելով ընկած տերևների հոտին, Ստեփանը չէր նայում Լուսինեին, որը դեռ նստած էր նստարանին, կծկված գնդակի պես, ինչպես լքված տիկնիկ։ Նա հին զինվոր գիտեր, վիրավորներին սպանելը վերջին գործն է, նույնիսկ եթե վիրավորված են սեփական հիմարությամբ։ Տատ, դու ինչպես ես, մոտեցավ Կարինեն տատիկին, հեռախոսը գրպանը դնելով։ Նրա աչքերում, սևով շրջանակված, այլևս չկար այդ ծաղրական անտարբերությունը։ Կար վախ եւ մանկական հետաքրքրասիրություն։ Կենթանի եմ, արտաշնչեց Նարան, անցկացնելով ափը դեմքով։ Գնանք տուն, ցրտում է։ Նա Լուսինեին անունով չկանչեց, պարզապես դուրը բաց թողեց։ Սա նշան էր, ուզում ես մտիր, չես ուզում թո կամքը։ Տանը լռություն եւ անհարմարություն էր, ինչպես մահացածից հետո կամ մեծ սկանդալից հետո։ Վահեի կողմից սեղանին թողնված կեղտոտ սպասքը աչքերին էր խփում։ Նարան առաջին հերթին հավաքեց ափսեները նրբությունների մնացորդներով եւ աղմուկով իջեցրեց լվացարանը։ Լվալ այս ամենը օտար, վերնաշերտ, կպչուն։ Կարինան, ջուր բեր ջրհորից։ Դույլը սենյակում է, հրամայեց նա սովորական ուսուցչական տոնով։ Աղջիկը կանգ առավ։ Ես չգիտեմ, այսինքն երբեք չեմ կրել, ծանր է այնտեղ։ Փորձիր, թեյնիկը դատարկ է, թե կարծում ես ջուրը ծորակից ինքն է հոսում։ Նա վերցրեց դույլը եւ դուրս եկավ։ Լսվում էր, թե ինչպես դուռը ճռաց։ Նարան շրջվեց դեպի վառարանը։ Պետք է վառել, կենթանի կրակը բուժում է։ Նա խփեց լուցկի եւ մոտեցրեց կեչիին։ Դուռը կրկին ճռաց։ Շեմին կանգնած էր Լուսինեն։ Նա անհեթեթ տեսք ուներ իր թանկ քաշմիրե վերարկուով գյուղական խոհանոցի մեջտեղում։ Տուշը հոսել էր մուկ ուղիներով այտերով, վարսերը խրպոտված էին։ Նա չգիտեր, թե ձեռքերը ուր դնել եւ ուր նայել։ Մայրիկ, սկսեց նա խրպոտ ձայնով։ Նարան չշրջվեց։ Նա խառնում էր վառարանում փայտը։ Հանիր հագուստդ, գոշիկներդ դիր Շեմին։ Հատակը 3 եմ լվացել, մի բեր կեղտ։ Լուսինեն հնազանդ, ինչպես աշակերտուհի, մնաց կապրոնե գուլպաներով սառը հատակին։ Մամ, ես չգիտեի, որ նա քեզ դաշտում դեն է նետել։ Խոսքերը դժվարությամբ էին դուրս գալիս։ Նրանք դուրս էին գալիս բերանից ինչպես քարեր։ Վահեն ասաց դու ինքն ես դուրս եկել, ասաց ուզում ես զբոսնել, շնչել, իսկ նա հուզվեց եւ հեռացավ։ Ես կարծում էի կվերադառնա։ Նարան ուղվեց սրբելով ձեռքերը մոխրից։ Հնդքահավնել էր մտածում, բայց ապուրի մեջ ընկավ։ Դու Լուսի, փոքր չես, 38 տարեկան ես։ Պետք է սեփական գլուխ ունենաս ուսերիդ, ոչ թե եղբոր։ Ինձ գնալու տեղ չկա, մամ։ Հանկարծ շշնջաց դուստրը։ Եվ այդ շշնջոցում այնքան հուսահատություն կար, որ Նարան սառեց։ Վահեն 1 ամիս առաջ դուրս արեց ինձ,
ասաց ամուսնանում է։ Բնակարանը նրա անունով էր։ Ամուսնական պայմանագիր։ Ես փողոցում մնացի, ճամփրուկով եւ վարկերով։ Նարան դանդաղ շրջվեց։ Ահա թե ինչ է, ոչ միայն ագահություն, այլ վախ։ Սովորական կնոջ վախը աղքատությունից եւ մենակությունից։ Իսկ վահեն, հարցրեց նա, օգնել էր խոստացել։ Խոստացավ։ Լուսինեն դառը ժպտաց, ասաց մամային կհանգստացնենք, տունը կվաճառենք եւ նա ինձ բաժին կտա։ Բավարար կլինի առաջին վճարի համար։ Ես այդ փողերի համար մամ խիղճս վաճառեցի եւ քեզ վաճառեցի։ Նա ձեռքերով ծածկեց դեմքը եւ լաց եղավ։ Անգեղ, ինչպես կինոյում, բայց սարսափելի, հառաչանքներով, ամբողջ մարմնով դողալով։ Նարան նայում էր դուստերը, ուզում էր մոտենալ, գրկել, կրծքին սեղմել, ինչպես մանկության տարիներին, փչել գլխի վրա։ Մայրական սիրտը պատարակվում էր, բայց նա մնաց տեղում։ Եթե հիմա խղճա, եթե գլխին հարվածի, ոչինչ չի փոխվի։ Լուսինեն այդպես կմնա բլուշ, փնտրելով ում կպչի։ Նրան պետք է սեփական արմատներ աճեցնել, իսկ արմատները աճում են միայն կոշտ հողում, ցավով եւ ջանքերով։ Արդյունքներով դժվարություն չես լուծի, ասաց Նարան ավելի կոշտ, քան ուզում էր։ Եվ քո պարտքերը արդյունքներով չես վճարի։ Ուզում ես ուտել։ Լուսինեն գլխով արեց, տուշը դեմքով տարածելով։ Ահա կարտոֆիլը զամբյուղում, դանակը արկխում, մաքրիր։ Կարինան հիմա ջուր կբրի, կեփենք, իսկ ես խմորով կզբաղվեմ։ Խնձորը փչանում է, շարլոտկա կտխենք։ Հայրդ սիրում էր։ Լուսինեն բարձրացրեց լացած աչքերը։ Դրանց մեջ զարմանք կար։ Նա սպասում էր գորոցների, անեծքների կամ ընդհակառակը քաղցր ամենաթողության, իսկ ստացավ դանակ եւ կարտոֆիլի դույլ։ Մամ, բայց իմ մանիկյուրը։ Թող քո մանիկյուրը կեղևի հետ միասին գնա, մեծ կորուստ չէ։ Աշխատիր Լուսի, աշխատանքը վատ մտքերից լավագույն դեղն է։ 10 րոք անց խոհանոցը լցվեց կյանքի ձայներով։ Կարինեն կարմրած թաց թևերով մտավ դույլով, հատակին լցնելով։ Ինչ ծանրություն, արտաշնչեց նա դույլը նստարանին դլելով։ Տատ, դու ամեն օր ես գրում սա։ Ամեն օր թորնիկ, եւ առավոտյան, եւ երեկոյան։ Կարինան նայեց իր ձեռքերին, տատիկին, հետո հանեց հեռախոսը։ Տատ, նայիր, նա էկրանը մոտեցրեց Նարայի քթին։ Տեսանյութը, որտեղ դու Էդուարդի հետ խոսում ես 100,000 դիտում 1 ժամում։ Դու տրենդերում ես։ Նարան կկոցեց աչքերը նայելով թարթող նկարներին։ Ինչ են գրում։ Դատապարտում են։ Ընդհակառակը, նայիր, տատիկը կրակ է։ Ահա թե ինչ բնավորություն։ Ես նման մամային ձեռքերիս վրա կգրեի։ Որտեղ է այդ այգին։ Ուզում եմ խնձոր գնել։ Տատ, բոլորը քո կողմն են։ Այստեղ նույնիսկ իրավաբաններ են գրում, առաջարկում են անվճար օգնություն, եթե վահեն դատի տա։ Չի տա, խուլ ասաց Լուսինեն սեղանից, որտեղ նա մաքրում էր կարտոֆիլը։ Նրա պարտքերը ավելի շատ են, քան այս հողամասը արժե։ Հիմա նա պետք է վազի, երկար վազի։ Թող նրան այդպես էլ լինի, բռնեկեց նա։ Նա ինձ ստում էր, որ դու տատ, ինքն ես ուզում պանսիոնատ գնալ, որ այնտեղ քեզ ավելի լավ կլինի։ Մի դատիր, ընդհատեց Նարան մեծ էմալե ամանի մեջ խմոր հունցելով։ Ալյուրը ամպիկի պես բարձրացավ օդ, իջնելով նրա ձեռքերին սպիտակ փոշու պես։ Նա իր ընտրությունն արեց, եւ իր խաչը ինքը կգրի։ Երեկոյան տոնը լցվեց բույրերով, որոնք թվում էր ընդմիշտ դուրս էին արվել այստեղից։ Թխած խնձորի, դարչինի եւ վանիլի բույրը դուրս մղեց թանկ օծանելիքի եւ քաղաքային անհանգստության հոտը։ Պատուհանից դուրս մտնաշաղը խտացավ։ Ստեփանը ավարտեց ցանկապատը եւ հիմա նստած էր աստիճաններին ծխելով։ Նարան կանչեց նրան տուն։ Արի Ստյոպա, ընթրիքի, կարտոֆիլ, պիրոգը հասունացել է եւ խմելու բան կգտնվի։ Նստեցին սեղանի շուրջը 4-ով։ Լուսինեն փոխվեց մոր հին խալաթը, որը գտել էր պահարանում։ Այն նրան մեծ էր, բայց դրա մեջ նա ավելի իրական էր թվում, քան քաշմիրի մեջ։ Կարինան լուր նստած էր, անընդհատ նայելով անկինի սրբապատկերին, որի առջև տատիկը վառել էր մոմեր։ Խոսում էին լուր, միայն պատարակաղներ էին թակում, ժամացույց էր տկտկում։ Համեղ է, հանկարծ ասաց Ստեփանը, հացի կտոր կտրելով, ինչպես համբարձումի ժամանակ։ Ամուսնու անոնը հնչեցնելով Նարան ժպտաց, լուսավոր եւ տխուր։ Համբարձումը հիմա ուրախ կլիներ։ Նա միշտ երազում էր, որ տունը լիքը լինի, որ թորները սեղանի շուրջը։ Տատ, Կարինան դրեց պատարակաղը, պատմիր պապիկի մասին։ Նարան դրեց հոգնած ձեռքը սեղանին։ Քո պապիկը Կարինա, հողը հասկանում էր, խնձորենիների հետ խոսում էր, եւ նրանք լսում էին նրան։ 90-ականներին, երբ ուտելու բան չկար, երբ խանութներում ոչինչ չկար, նա այս այգին փրկեց։ Բանդիտները եկան հողը վերցնելու, ուզում էին պահեստների տակ դնել։ Նա հրացանով դուրս եկավ, մեկը 3-ի դեմ, ասաց.
Այստեղ իմ երեխաները գերագրվում են միայն իմ դիակի վրայով, նրանք էլ հեռացան, հարկեցին ուժը, ինչպես այսօրվա այդ մարդը, հարցրեց Թորնուհին։ Նման է, միայն քո պապիկը ավելի բարի էր։ Նա ոչ փողի համար էր ապրում, այլ խղճի համար։ Լուսինեն հեկեկած, գլուխը ձեռքերին իջեցնելով։ Ներիր ինձ, մամ, Տեր Աստված, ինչ հիմար եմ ես։ Նարան վեր կացավ, մոտեցավ դստերը։ Առաջին անգամ օրվա ընթացքում նա դրեց ձեռքը նրա ուսին։ Ժեստը ծանր էր, բայց տաք։ Հիմար ես։ Նա նայեց պատուհանից։ Այնտեղ խավարում սկսել էր ձյունը ընկնել։ Առաջին իսկական ձյուն այս տարի։ Մեծ փաթիլները դանդաղ պտտվում էին լապտերի լույսում, ծածկելով վիրավորված հողը, թաքցնելով մեքենաների հետքերը, հարթեցնելով ուռուցքները։ Ձմեռը գալիս էր, հողին հանգիստ տալու համար։ Ուրեմն այդպես, ասաց Նարան, եւ ձայնը ամրացավ։ Ձմերելու ենք այստեղ։ Փայտը քիչ է, պետք է գնել։ Թոշակս մի շաբաթից է։ Լուսի, դու վաղը քաղաք չես գնա։ Իսկ ուր, բարձրացրեց դուստրը լացած դեմքը։ Ջերմոց։ Այնտեղ ձմեռային սորթերն են հասունանում, պետք է տաքացնել։ Ձեռքեր ունես, կսովորես։ Իսկ գարնանը կնայենք, գուցե իսկապես տնկարան ընդլայնենք։ Մարդիկ գրում են, ասում ես խնձոր են ուզում։ Ուզում են, ոգևորվեց Կարինան։ Այնտեղ արդեն հերթ է մեկնաբանություններում։ Կարելի է կայք անել առաքում։ Ես կօգնեմ, ես հասկանում եմ դրանից։ Դե զբաղվիր, թե չէ միշտ տիկտոկներից մեջ ես առանց օգուտի նստած։ Նարան մոտեցավ պատուհանին։ Ձյունն ավելի խիտ էր ընկնում։ Որևէ տեղ այդ ձնային պտույտում մայրուղով մռնչում էր նրա որդին, փախչելով իր դևերից։ Նա ցավում էր նրա համար։ Ցավում այնպես, ինչպես կարող է ցավել միայն մայրը։ Բայց նա գիտեր, հիմա ոչնչով չի կարող օգնել նրան։ Նա պետք է ընկնի հենց հատակին, որպեսի հետ հրի։ Իսկ այստեղ տանը կյանքը թրթռում էր։ Փխրուն, կոտրված, բայց կյանք։ Ստեփանը խմեց թեյը, շրջեց բաժակը հատակով վեր, հին սովորություն։ Գնամ ես, Նարա, շունը սոված է։ Եթե ինչ, կանչիր։ Գնա, Ստյոպա, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Երբ նա գնաց, տանը բոլորովին լռություն դարձավ, բայց սա ելևս այն սարսափելի մեռած լռությունը չէր, որ առավոտյան տիրում էր այստեղ։ Սա խաղաղության լռություն էր։ Լսվում էր, թե ինչպես է սեղանի մոտ հոգնած Կարինան շնչում, ինչպես է վարարանում փայտը ջակչքում։ Նարան վերցրեց սեղանից այն խնձորը, որը Էդուարդը գծել էր։ Նա այն թողել էր դարպասի մոտ նստարանին, չհամարձակվելով տանել։ Նա նայեց ատամների հետքին, մթագնած միջուկին։ Ահա այդպես է կյանքը մեզ գծում, շշնջաց նա։ Ցավում է, բայց միևնույն է, ապրում ենք։ Նա խնձորը դրեց պատուհանի շեմին, որպես հիշեցում։ Վաղը նոր օր կլինի, ծանր աշխատանքային, բայց դա կլինի իր օրը իր տանը։ Եվ ոչ ոք, լսում եք, ոչ ոք այլևս չի համարձակվի ասել, որ նա այստեղ ավելորդ է։ Քնելու գնացեք, հրամայեց նա իր կանանց, վաղը շուտ էր պետք վեր կենալ, ձյունը մաքրել։ Ձմեռը մտնում էր իր իրավունքները, բայց Նարան գիտեր, այդ ձյան տակ խորքում հողում իր խնձորենիների արմատները կենթանի են։ Նրանք ջուր են խմում, ուժ են կուտակում, եւ երբ գարունը գա, այն անպայման կգա։ Այգին կծաղկի այնպես, ինչպես երբեք առաջ։ 1 տարի անցավ, ինչպես 1 երկար եւ հագեցած օր։ Սկզբում սպիտակ ձնային լռություն էր ձմռանը, երբ տունը պատուհաններին մինչև ձյունով ծածկված քնած արջի պես էր։ Հետո եկավ փոթորկոտ զնգացող գարունը, երբ այգին պայթեց սպիտակ վարդագույն փրփուրով ծաղկումով, եւ մեղուների մռնչյունը կանգնած էր հողամասի վրա այնպեսի, որ թվում էր հենց հողն է մռնչուն։ Իսկ հիմա կրկին եկավ աշունը, բայց ոչ այն մոխրագույնը, անձրևով եւ վիրավորանքով լացողը, այլ ոսկեգույնը։ Նարան կանգնած էր բաց դարպասի մոտ։ Ճանապարհին մռնչում էր ֆուրգոն բեռնատարի շարժիչը։ 2 ամուր տղաներ էին բեռնում կուզովը փայտե արկղերով, լիքը ընտիր խնձորով։ Յուրաքանչյուր խնձոր, ինչպես նկարից, մեծ, մաքուր, ներսից փայլող դեղին մոմե լույսով։ Զգուշորեն տղերք, փայտեր չեք տանում, գոռաց Կարինան զնգացող ձայնով։ Թորնուհին կանգնած էր վարորդի կողքին, ձեռքում պլանշետով։ Այս կարի նա անճանաչելիորեն փոխվեց, մազերի թունավոր վարդագույն գույնը փոխվեց բնական շագանակագույնի եւ գործնական հյուսի։ Այլևս չէր թվում ինչպես քմահաճ քաղաքային պատանուհի, որը պատահաբար հայտնվել է գյուղում։ Ջինսերով, ականջի հետևում մատիտով նա նման էր երիտասարդ այգեպանի։ Կարինա, ամեն ինչ ըստ օրինագծի,
զեկուցեց վարորդը ժպտալով աղջկան։ 70 արկ խնձոր, ռեստորանը սպասում է անհամբեր։ Շեֆ խոհարարը զանգել էր, հարցնում էր, թե երբ կգան այդ խնձորները։ Ասեք 1 ժամից կլինեն, թող Շարլոտ կանդնեն, ժպտաց Կարինան։ Նարան նայում էր թորնուհին եւ չէր հավատում իր աչքերին։ Ով կմտածեր, որ այս աղջիկը, որը հեռախոսը ձեռքից չէր թողնում, իր էներգիան կուղի այդ ուղությամբ։ Համբարձումի այգիներ ինտերնետ խանութը, որը Կարինան ворցարկել էր Գարնանը, ամբողջ մարզում աղմուկ բարձրացրեց։ Քաղաքացիները հոգնած սուպերմարկետների պլաստմասե մրգերից հերթ էին կանգնում իսկական կենդանի խնձորի համար։ Բեռնատարը հեռացավ, բարձրացնելով ոսկեգույն տերևների պտույտ։ Դե տատ, եւս մեկ խմբականակ գնաց։ Կարինան մոտեցավ տատիկին, գրկեց ուսերից։ Վաղը տնկիներ ենք ուղարկում, պատվերներ կան դեռ 3 ամիս առաջ։ Մարդիկ ուզում են հենց մեր սորտերը, պապիկի։ Կհասցնենք, գլխով արեց Նարան։ Աչքերը վախենում են, ձեռքերը անում են։ Իհարկե, այս տարի ամեն ինչ հարթ չէր ընթանում։ Երբեմն մեջքը այնպես էր ցավում, որ չէր կարողանում ուղղվել։ Եվ առաքման հետ շփոթում էին հասցեները, եւ հարկերի հետ գիշերներով էին զբաղվում գլխացավից։ Ոչ հեքիաթ, այլ կենդանի կյանք, բայց հասցրեցին։ Նա նայեց այգու խորքը։ Այնտեղ հին ծառերի միջև թարթում էր կապույտ աշխատանքային կոմբինեզոնով կերպարը՝ Լուսինեն։ Դուստրը սպիտակեցնում էր բուները ձմռանը։ Նա աշխատում էր չափավոր, մեթոդիկ, առանց մեջքը ուղղելու։ Այս տարում նրանից թռավ ամբողջ մայրաքաղաքային փայլը, ձեռքերը կոպտացան, դեմքին հայտնվեցին գնճիրներ, որոնցից նախկինում այդքան վախենում էր եւ ծածկում թանկ կրեմով։ Բայց աչքերից անհետացավ այդ տխուր դատարկությունը։ Հիմա դա մարդու աչքեր էին, ով գիտի հացի գինը։ Լուսինեն չվերադարձավ քաղաք, բնակարանը այդպես էլ չգնեց։ Առաջին բերքի վաճառքից ստացված բոլոր գումարները գնացին գործին, վերանորոգեցին տանիքը, թարմացրին պոմպը, գնեցին մոտոբլոկ։ Նա ապրում էր այստեղ, փոքրիկ սենյակում, որը նախկինում պահեստ էր, վեր էր գենի մարշալույսին, պարկում մթնշաղին։ Սկզբում լաց էր լինում, նվնվում, բողոքում մեջքից, կեղտից, տաք լոգարանի բացակայությունից։ Նարան լուր էր, չէր մխիթարում, չէր հաշվեհաշվում, պարզապես աշխատանք էր տալիս։ Եվ աշխատանքը բուժեց, այրեց հիմարությունը, ուղեց ողնաշարը։ Նարան հառաչեց եւ գնաց դեպի տուն։ Այսօր հատուկ օր էր, այգու համար այդ ճակատամարտի տարելիցը։ Վերանդայում արդեն սեղան էր պատրաստում Ստեփանը։ Նա հիմա օր ու գիշեր նրանց մոտ էր։ Դարձել էր ինչ-որ կերպ կառավարիչ, պատասխանատու տեխնիկայի եւ տղամարդկային աշխատանքի համար։ Շանը տեղափոխել էր դարպասի մոտ նոր տնակ։ Սեղանին ծածկված հենց այդ սպիտակ սփռոցով թեյի բիծը Նարան հանել էր, բայց հետքը մնացել էր, ինչպես հիշողության վրա սպի։ Դրած էին պիրոգներ, մեղր մեղրախորշերով, թրջած խնձորներ։ Հավաքվել էին բոլորը։ Լուսինեն եկավ, թևերից սպիտակեցնելով կրաքարը, լվացվեց սառը ջրով լվացարանում։ Դեմքը հոգնած էր, բայց հանգիստ։ Կարինան բերեց նոթբուքը, տատիկի սիրելի ռոմանսները ֆոնով միացնելու համար։ Նստեցին, Ստեփանը լցրեց թեյը, խիտ, մուգ, ծխով եւ խոտերով։ Դե, բերքի առիթով, ասաց նա բարձրացնելով բաժակը։ Լավ տարի էր։ Համբարձումը գոհ կլիներ։ Ամուսնու անունը հնչեցնելով Լուսինեն իջեցրեց աչքերը, բայց չլացեց ինչպես նախկինում։ Մամ, հանգիստ հարցրեց նա, Վահեից լուրեր չկան։ Սեղանի շուրջ կախվեց դադար, նույնիսկ գտարների ձայնը դադարեց։ Զանգել էր, պատասխանեց Նարան հանգիստ նայելով պատուհանից։ 3 օտար համարից։ Ինչպես է, առաջ թեքվեց Կարինան։ Կենդանի է Ռուսաստանի հյուսիսում ինչ-որ տեղ, աշխատում է, ասում է պարտքերը փակում է։ Բնակարանը նույն օրը վաճառել է, անարժեք գնով փոխանցել է վերավաճառողներին։ Ամեն ինչ տվել է Էդուարդին 1 օրվա ընթացքում հաշվարկվելու եւ կենդանի մնալու համար։ Հիմա մերկ է ինչպես բազ է եւ դեռ բանկին է պարտք։ Աշխատավարձի կեսը ապարիկ է փակում, մնացածով ապրում է։ Նարայի ձայնը լռեց, բառ ընտրելով։ Ձայնը խելամիտ է, չար, բայց խելամիտ։ Ասաց մինչև ոտքի չկանգնի չի գա, ամոթ է նրան։ Թող աշխատի, կոշտ գլխով արեց Ստեփանը։ Հյուսիսը արեղուղում է ուղեղը, այնտեղ մայրիկ չկա, զգեստի հետևը չես թաքնվի։ Ես նրան ասացի, որ տունը կանգնած է, շարունակեց Նարան, եւ դուղը փակված չէ։ Եթե մարդ վերադառնա կթողնեմ։ Իսկ եթե կրկին նախագծերով, թող ավելի լավ տունդրայում մնա։ Լուսինեն հառաչեց պիրոգի կտոր կտրելով։ Գիտես մամ, նախկինում մտածում էի, որ երջանկությունը Երևանում է, թանկ մեքենայով, երբ բոլորը նախանձում են։ Իսկ հիմա նայում եմ, ահա իմ խնձորենին։ Ես Գարնանը ինքս էի ետել, վախենում էի սարսափելի, կարծում էի կկործանեմ։ Իսկ նա այդպիսի խնձորներ տվեց, քաղցր հյութալի։
Նայում եմ նրան եւ զգում եմ, որ զուր չեմ շնչում, որ ես էլ ինչ-որ բանի համար եմ ծառայում, բացի սալոններով շրջելուց։ Նրան ծածկեց դստեր ձեռքը իր ափով։ Լուսինեի ափը կոպիտ էր, եղունգները անհավասար կտրված, իրական։ Այս դուստրն էլ արմատներ է դրել։ Երբ երկրին ես խոնարհվում, նա հարյուրապատիկ է վերադարձնում։ Արևը թեքվում էր մայրամուտին։ Հսկայական կարմիր սկավառակը կախված էր ծառերի գագաթների վրա, այգին լուսավորելով հրաժեշտի հանդիսավոր լույսով։ Խնձորենիների ստվերները երկար կապույտ շերտերով ընկնում էին խոտի վրա։ Նարան դուրս եկավ աստիճաններ, նրան պետք էր մի քանի րոպե մենակ մնալ։ Նա նայում էր իր թագավորությանը։ 30 տարի առաջ նրանք Համբարձումի հետ եկել էին այստեղ, դատարկ դաշտ, հավատով։ Իսկ հիմա այստեղ աղմկում է այգին, որը կերակրում է ընտանիքը, աշխատանք է տալիս, միավորում մարդկանց։ Նա հիշեց այդ սարսափելի օրը, 1 տարի առաջ, սառը դաշտը, հեռացող մեքենայի լույսերը, մենակության սարսափը։ Թվում էր այն ժամանակ վերջն է, իսկ պարզվեց սկզբը։ Տերը չի ուղարկում փորձություններ ուժերից ավելի։ Նա վերցրեց նրանից ընտանիքի պատրանքը, որպեսի տա իսկական ընտանիք։ Վերցրեց խաղաղությունը, որպեսի տա իմաստ։ Համբո, շշնջաց նա, նայելով երկնքին, որտեղ արդեն առաջին աստղեր երևում։ Տեսնում ես, մենք դիմացանք։ Տունը լիքն է, Լուսինեն աշխատում է, Կարինան խելացի է, քո ցեղից է։ Իսկ Վահեն կվերադառնա, ես գիտեմ։ Դու միայն վերևից հետևիր նրան, որպեսի ամբողջովին չսառչի։ Նրան թվաց, թե քամին պատասխանեց նրան հանգիստ, հավանական շշնջոցով։ Նարան ժպտաց, հոգում խաղաղություն և լույս էր։ Նա ավելի ամուր փաթաթեց շալը և վերադարձավ տուն, որտեղ լույս էր վառվում, հոտ էր գալիս թեյից, և լսվում էր իր երեխաների ծիծաղը։ Արմատները ամուր էին պահում, կյանքի ծառը շարունակում էր աճել։ Ընկերներ, ահա և ավարտվեց Նարայի պատմությունը։ Սա պարզապես պատմություն չէ, սա հիշեցում է մեզ բոլորիս, թե ինչն է կյանքում իսկապես կարևոր։ Փողերը գալիս և գնում են, մեքենաները ժանգոտվում են, նորաձևությունը փոխվում է, հարազատ հողը, ծնողական տունը և մաքուր խիղճը։ Դա այն հիմքն է, որի վրա կանգնած է մարդը։ Նարան կարողացավ ներել, կարողացավ չկոտրվել և իր աշխատանքով ու սիրով փրկեց շեղված երեխաներին։ Իսկ դուք ինչպես կվարվեիք նրա տեղում։ Կկարողանայիք ներել որդուն, ով ձեզ դաշտում դեն նետեց, կամ Լուսինեին, ով մորը դավաճանեց բնակարանի համար։ Գրեք մեկնաբանություններում, արդյոք ձեզ կպավ այս պատմությունը։ Ում ճակատագիրն ավելի շատ կպավ։ Հավատում եք, որ Վահեն կուղվի հյուսիսում։ Եթե աչքերից արցունքներ էին հոսում, եթե սիրտդ սեղմվում էր ցավից և ուրախությունից հերոսների համար, դրեք լայք այս տեսանյութին։ Կիսվեք այս պատմությամբ ընկերների և մերձավորների հետ։ Գուցե ինչ-որ մեկին հիմա շատ պետք է լսել, որ ելք կա նույնիսկ ամենամութ իրավիճակից, եթե չկորցնես հավատը և մարդկային դեմքը։ Եվ անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին։ Առջևում դեռ շատ կյանքի պատմություններ կան, որոնք ստիպում են մտածել, լաց լինել և սիրել։ Պահպանեք ձեր ծնողներին։ Ավելի հաճախ զանգեք նրանց և հիշեք, քանի դեռ արմատները կենդանի են, ծառը կանգնած է։ Մինչև նոր հանդիպում։